Մի տարեց կին մտնում է սրճարան սուրճ խմելու, գլխին կրելով մի պարզ գլխարկ։ Ոստիկանը կոպտորեն մոտենում է նրան պահանջում անձը հաստատող փաստաթուղթ։ Բոլորի աչքի առաջ նրան ձեռնաշղթաներ են հագցնում։ Նա չի դիմադրում, միայն լռում է։ Րոպեներ անց ամբողջ երկիրը պարզում է, թե ով է նրա որդին, այլս ոչինչ առաջվանը չի լինի։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին գրել մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակում ենք։ Շաբաթ առավոտը Երանում խաղաղ բացվեց։ Ամոթխած արը լուսավորում էր Կասկադի փողոցները, որտեղ մարդիկ շտապում էին սրճարանների խանութների կողքով, որոնք նոր էին բացում իրենց դռները։ Շարժումը տիպիկ հանգստյան օրվա էր, շտապողականության հանգստի այն խառնուրդը, որը քաղաքը վերածում է մի կենդանի օրգանիզմի, լի պատմություններով, որոնք խաչվում են առանց որևէ մեկի նկատելու։ Մեքենաների ազդանշանները երբեմն լսվում էին, լրագրավաճառները բարձրաձայնում էին վերնագրերը, իսկ թարմ թխված հացի բույրը տարածվում էր փռերից։ Ամեն ինչ նպաստում էր երանյան առավոտների այն յուրահատուկ մթնոլորտի ստեղծմանը, որտեղ ժամանակը թվում է ավելի դանդաղ է հոսում, նույնիսկ երբ բոլորը շտապում են։ Տիկին Անահիտ Սարգսյանը դանդաղ քայլում էր մայթով, մաշված շագանակագույն կաշվե պայուսակը սեղմած մարմնին։ 72 տարեկանում նա ուներ այն հանդարտությունը, որը բնորոշ է մարդկանց, ովքեր բավականաչափ ապրել են ուրիշների շտապողականությունից չտպավորվելու համար։ Նա կրում էր պարզ մուգ կապույտ բամբակյա զգեստ, բեժ գույնի բաճկոն, որի արմունկները ժամանակից մի փոքր մաշվել էին, ծղոտե գլխարկ, որը պաշտպանում էր դեմքը առավոտյան արից։ Նրա արծաթափայլ մազերը երում էին կողքերից, ըմբոստ բնական, առանց ներքի կամ ավելորդ բջնանքի։ Մատներին զարդեր չկային, միայն մի պարզ ոսկե մատանի, որը կրում էր գրեթե 50 տարի, այն օրվանից, երբ ամուսնացավ Վարդանի հետ, ով հեռացել էր կյանքից 5 տարի առաջ։ Նրա բացակայությունը դեռ ցավեցնում էր, բայց տիկին Անահիտը սովորել էր ապրել միայնության հետ, այն վերածելով լրակյաց խորհրդածության պահերի։ Նա կանգ առավ, գորգի մոտ, սրճարանի դիմաց։ Մի համեստ հաստատություն, որն այնտեղ գործում էր ավելի քան 20 տարի։ Ճակատային մասը պարզ էր, խունացած ցուցանակներով ներսում, ֆորմայկա սեղաններով։ Ոչ մի շքեղություն, բայց շատ հարմարավետ։ Տեղն ուներ հին հաստատությունների այն հմայքը, որտեղ ժամանակը կարծես կանգ էր առել 90-ականներին, ոչ ոք կարիք չէր զգացել ոչինչ թարմացնելու։ Պատերը զարդարված էին Երանի հին լուսանկարներով, որոնք ցույց էին տալիս քաղաքը անցյալ տասնամյակներում, երբ ամեն ինչ տարբեր էր, բայց ինչ-որ առումով նույնը։ Տիկին Անահիտը հրեց ապակե դուռը ներս մտավ, զգալով թարմ սուրճի տապակած հացի ծանոթ բույրը։ Մի քանի սեղաններ զբաղված էին։ Մարդիկ ցածրաձայն զրուցում էին, ոմանք հեռախոսներով էին զբաղված, սպասելով իրենց պատվերներին։ Մի տարեց զույգ կիսում էր գաթան։ Երկու երիտասարդ կրքոտ քննարկում էին ֆուտբոլը։ Տիկինն ընտրեց անկյունային սեղանը, պատուհանի մոտ։ Զգուշությամբ նստեց, պայուսակը դրեց կողքին, խորը շունչ քաշեց։ Դա նրա շաբաթօրյա ծիսակարգն էր։ Մի պարզ սուրճ, միայնակ, դիտելով անցնող աշխարհը։ Նրան շատ բան պետք չէր։ Միայն խաղաղության այդ պահը, նորմալության այն ակնթարթը, որը նրան ստիպում էր զգալ սովորական աշխարհի մի մասնիկը, հեռու այն ամենից, ինչ դարձել էր իր կյանքը վերջին տարիներին։ Հեռու պատասխանատվությունից, սպասելիքներից, պարտավորություններից, որոնք գալիս էին իր կրած ազգանվան հետ։ Այստեղ, այս պարզ սրճարանում, նա ընդամենը Անահիտն էր։ Ընդամենը մի սովորական տիկին, ով սուրճ էր խմում։ Եվ դա ազատագրող էր։ Մատուցողը, սպիտակ գոգնոցով մի երիտասարդ, մոտեցավ նոթատետրը ձեռքին։ Տիկին Անահիտը պատվիրեց սուրճ կաթով մի թարմ բուլկի։ Տղան նշեց, վերադարձավ վաճառասեղանի մոտ։ Մինչ սպասում էր, նա նայեց պատուհանից դուրս։ Տեսավ մի մոր, որը բռնել էր փոքրիկ երեխայի ձեռքը, կոստյումով մի տղամարդու, որը հեռախոսով էր խոսում, մի շան, որին զբոսանքի էին տարել։ Շարժման մեջ գտնվող կյանքեր։ Պատմություններ, որոնք նա երբեք չէր իմանա։ Սուրճը բերեցին մի քանի րոպեից։ Գոլորշին բարձրանում էր, տարածելով այն հոտը, որը հանգստացնում է հոգին։ Տիկին Անահիտը դեռ տաք բաժակը բռնեց ձեռքերի մեջ մի վայրկյան փակեց աչքերը, զգալով, թե ինչպես է ջերմությունը ներթափանցում մաշկի տակ։ Լավ էր այստեղ լինելը։ Լավ էր անտեսանելի լինելը։ Լավ էր, որ պետք չէր ոչ ոքի ոչինչ բացատրել։ Բայց խաղաղությունը երկար չտեց։ Սրճարանի դուռը ուժգին բացվեց։
Երկու ոստիկան ներս մտան, երկուսն էլ համազգեստով, լուրջ դեմքերով։ Նրանցից մեկն ավելի տարեց էր, մոխրագույն բեղերով խիստ կեցվածքով։ Մյուսը, ավելի երիտասարդ, կասկածամիտ հայացքով, որը զննում էր տարածքը, կարծես ինչ-որ կասկածելի բան էր փնտրում։ Նրանք քայլեցին սեղանների արանքով, դիտելով հաճախորդներին։ Մարդկանց մեծ մասը թեքեց հայացքը, վերադառնալով իրենց զրույցներին կամ հեռախոսներին։ Ոչ ոք չէր սիրում ուշադրություն գրավել։ Տարեց ոստիկանը կանգ առավ։ Նրա աչքերը սերվեցին տիկին Անահիտի վրա։ Նա նստած էր այնտեղ, հանգիստ, սուրճը ձեռքին, նայելով պատուհանից դուրս։ Ոստիկանը կիտեց հոնքերը, հայացք փոխանակեց գործընկերոջ հետ, քայլեց նրա ուղղությամբ։ Նրա քայլերը ծանր էին, նպատակային։ Սրահում լռություն տիրեց։ Ոմանք սկսեցին նկատել։ Սերժանտ Գարիկ Մկրտչյանը կանգնեց տիկին Անահիտի սեղանի մոտ։ Կինը դանդաղ բարձրացրեց աչքերը, չհասկանալով։ Նրա մատները դեռ սեղմում էին տաք բաժակը։ Մի պահ նրանց հայացքները հանդիպեցին, նա տեսավ այնտեղ մի բան, որն ստիպեց նրան սարսուռ զգալ։ Դա միայն իշխանություն չէր։ Դա արհամարհանք էր։ Դա դատապարտում էր։ Դա այն մարդու գոռոզ վստահությունն էր, ով կարծում էր, թե կարող է դատել մեկ այլ մարդու, ելնելով նրա արտաքինից։ Հանեք այդ գլխարկը, ցույց տվեք ձեր անձնագիրը։ Հիմա։ Նրա ձայնը կտրեց օդը սայրի պես։ Չոր, հրամայական, չափազանց բարձր նման փոքր վայրի համար։ Ամբողջ սրճարանը քարացավ։ Զրույցները նույն պահին դադարեցին։ Պատառաքաղները կախվեցին օդում։ Ծանր ու անհարմար լռություն տարածվեց սեղանների շուրջ։ Բոլորը նայեցին։ Տարեց զույգը դադարեց ուտել։ Ֆուտբոլ քննարկող տղաները շրջվեցին։ Գանգուր մազերով մի երիտասարդ աղջիկ լայն բացեց աչքերը։ Վաճառասեղանի հետի մատուցողը պինդ սեղմեց սրբիչը, չիմանալով, պետք է միջամտել, թե ոչ։ Տիկին Անահիտը թարթեց աչքերը, շփոթված։ Նրա սիրտը սկսեց ավելի արագ բաբախել, բայց նա պահպանեց հանգստությունը։ Ներեցեք, ես ընդամենը սուրճ եմ խմում, պատասխանեց նա ցածր, բայց հաստատուն ձայնով։ Ես չհարցրեցի, թե ինչ եք անում։ Ես հրամայեցի հանել գլխարկը, ցույց տալ փաստաթղթերը։ Հիմա։ Նրա տոնն ավելի բարձրացավ։ Ագրեսիվ։ Ահաբեկող։ Տիկին Անահիտը խորը շունչ քաշեց, փորձելով պահպանել հանգստությունը։ Նա դանդաղ դրեց բաժակը սեղանին, բացեց պայուսակը, փնտրելով դրամապանակը։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին, ոչ թե վախից, այլ զսպված վրդովմունքից։ Ոստիկանը խաչեց ձեռքերը, անհամբեր։ Ինչու եք այդքան երկարացնում։ Թաքցնելու բան ունեք։ Ոչ, պարոն։ Պարզապես անձնագիրս եմ փնտրում։ Երկրորդ ոստիկանը, կապրալ Արմեն Հակոբյանը, նույնպես մոտեցավ։ Ավելի երիտասարդ, ավելի լարված, ձեռքն արդեն գոտկատեղի մահակին մոտ։ Նա նայեց։ Տիկին Անահիտին կասկածանքով, կարծես նա ինչ-որ վտանգ էր ներկայացնում։ Տեսարանն աբսուրդային էր։ Մի տարեց տիկին, պարզ հագնված, որին վերաբերվում էին որպես հանցագործի։ Լսեք, մենք ամբողջ օրը ժամանակ չունենք։ Եթե չհամագործակցեք, ստիպված կլինենք ձեզ բաժին տանել, ինքնությունը պարզելու համար։ Տիկին Անահիտը վերջապես գտավ դրամապանակը։ Հանեց անձնագիրը, մեկնեց սերժանտ Գարիկին։ Վերջինս կոպտորեն խլեց փաստաթուղթը, արագ նայեց, առանց որևէ բան ասելու վերադարձրեց։ Բայց չհեռացավ։ Շարունակեց կանգնած մնալ այնտեղ, նայելով նրան արհամարհանքի սխալ կիրառված իշխանության խառնուրդով։ Այսպես հագնված, դուք չպետք է այստեղ լինեիք։ Այս տեղը պատշաճ մարդկանց համար է։ Նրա խոսքերը քարի պես ընկան սեղանին։ Տիկին Անահիտը զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Դա վախ չէր։ Դա նվաստացում էր։ Նա բարձրացրեց կզակը, նայեց նրա աչքերի մեջ։ Ես պատշաճ մարդ եմ։ Եվ այստեղ լինելու լիակատար իրավունք ունեմ։ Սերժանտը չարախինդ ժպտաց։ Վերցրեց ուսին ամրացված ռադիոկապը, միացրեց։ Կենտրոն, այստեղ մեքենա 357-ն։ Աջակցություն եմ խնդրում գորգի մոտ սրճարանում Կասկադ։ Կասկածյալը հրաժարվում է համագործակցել։ Ռադիոյից լսվեց անհասկանալի պատասխան։ Տիկին Անահիտը զգաց, որ սիրտն արագանում է։
Ամեն ինչ դուրս էր գալիս վերահսկողությունից։ Նա ոչինչ չէր արել։ Պարզապես ուզում էր սուրճ խմել։ Պարզապես ուզում էր մի պահ խաղաղություն։ Ես արդեն ցույց տվեցի անձնագիրս։ Ես ոչ մի բանից չեմ հրաժարվում, ասաց նա, ձայնը հաստատուն պահելով։ Դա մենք կորոշենք։ Այդ ընթացքում պատուհանի մոտ գտնվող սեղաններից մեկի շուրջ ակնոցներով թափթփված մազերով մի տղամարդ լուր հետում էր ամեն ինչին։ Հայկ Բարսեղյանը 38 տարեկան էր, աշխատում էր որպես հետաքննող լրագրող լրատվական պորտալներից մեկում։ Նա այնտեղ էր պատահաբար, սուրճ էր խմում, նոթբուքով նյութերն էր վերանայում։ Բայց երբ տեսավ, թե ինչպես են ոստիկանները վերաբերվում տարեց կնոջը, նրա մասնագիտական բնազդն արթնացավ։ Նա ճանաչում էր նման իրավիճակները։ Իշխանության չարաշահում, քողարկված օրենքով։ Աննկատ Հայկը վերցրեց հեռախոսը, սկսեց տեսագրել։ Կատարյալ անկյուն։ Հստակ ձայն։ Նա գիտեր, որ դա կարող էր կարոր լինել։ Գուցե շատ կարոր։ Սրճարանի դուռը նորից բացվեց։ Մեկ այլ ոստիկան ներս մտավ շտապողականությամբ, առաջին երկուսից ավելի երիտասարդ, լարված դեմքով։ Շարքային Կարեն Գրիգորյանը նայեց սերժանտին, ով նշան արեց տիկին Անահիտի ուղղությամբ։ Շարքայինը մոտեցավ նրան, առանց որե հարց տալու, առանց պարզաբանում փնտրելու, պարզապես կատարելով հրամանը։ Տիկին, խնդրում եմ դանդաղ բարձրացեք ձեռքերը, պահեք այնտեղ, որտեղ ես կտեսնեմ։ Բայց ես ոչինչ չեմ արել։ Ես ընդամենը սուրճ եմ խմում։ Մենք դա կպարզենք բաժնում։ Բարձրացեք։ Տիկին Անահիտը հնազանդվեց։ Նա դանդաղ բարձրացավ, արժանապատվորեն, առանց ձայնը բարձրացնելու, առանց տեսարան սարքելու։ Բայց ներսում ինչ-որ բան բղավում էր։ Շարքայինը գոտկատեղից հանեց ձեռնաշղթաները։ Սրճարանում ոմանք ձեռքերը տարան բերաններին։ Մի բաժակ ընկավ հատակին, փշրվեց։ Վաճառասեղանի հետի մատուցողը քարացավ, չիմանալով ինչ անել։ Դրա կարիքը չկա, ցածրաձայն ասաց տիկին Անահիտը։ Ստանդարտ ընթացակարգ է։ Ձեռնաշղթաները փակվեցին նրա դաստակների շուրջ մետաղական կտտոցով։ Սառը։ Վերջնական։ Նվաստացուցիչ։ Տիկին Անահիտը մի վայրկյան փակեց աչքերը, խորը շունչ քաշելով։ Նա զգաց սառը մետաղը իր կնճռոտ մաշկի վրա, զգաց անարդարության ծանրությունը, որը սեղմում էր կուրծքը։ Նա մտածեց որդու մասին, թե որքան կբարկանար նա, եթե իմանար։ Մտածեց մահացած ամուսնու մասին, թե ինչպես նա կարձագանքեր։ Մտածեց իր կյանքի բոլոր այն պահերի մասին, երբ ստիպված էր եղել կուլ տալ փոքր նվաստացումները, անտեսված հայացքները։ Բայց սա այլ էր։ Սա անցնում էր բոլոր սահմանները։ Սուրճը, որին նա այդքան սպասում էր, մնաց սեղանին, դեռ տաք, դեռ անձեռնմխելի։ Մի փոքրիկ գոլորշու ամպ բարձրանում էր մուգ հեղուկից, անտարբեր այն դրամային, որը ծավալվում էր։ Ծղոտե գլխարկը դեռ նրա գլխին էր, անարդարության լուր վկան։ Սերժանտ Գարիկը չափազանց պինդ բռնեց նրա բազկից, սկսեց դուրս տանել։ Տիկին Անահիտը քայլում էր գլուխը բարձր պահած, հրաժարվելով հայացքը խոնարհել։ Նա ոչ մի սխալ բան չէր արել։ Նա չէր խոնարհվելու։ Նա թույլ չէր տալու, որ այդ տղամարդիկ գողանան իր արժանապատվությունը, նույնիսկ եթե նրանք կարող էին ժամանակավորապես խլել նրա ազատությունը։ Երբ նա անցնում էր սրահով, զգում էր բոլորի հայացքները իր վրա։ Խղճահարություն։ Շոկ։ Զսպված բարկություն։ Գանգուր մազերով աղջկա աչքերում արցունքներ կային։ Տարեց զույգը նայում էր սարսափած։ Բայց ոչ ոք չշարժվեց։ Ոչ ոք ոչինչ չասաց։ Պարզապես դիտում էին, կաշկանդված այն հավաքական կաթվածով, որը տեղի է ունենում, երբ մենք ականատես ենք լինում անարդարության, բայց չգիտենք ինչպես արձագանքել։ Դրսում ոստիկանական մեքենան կայանված էր սրճարանի դիմաց։ Փարոսիկներն անջատված էին, բայց ներկայությունն ազդեցիկ էր։ Փողոցում մարդիկ կանգնում էին նայելու։ Ոմանք հանեցին հեռախոսները, սկսեցին լուսանկարել։ Ոմանց աչքերում հետաքրքրություն կար, մյուսների մոտ՝ վրդովմունք։ Տիկին Անահիտին նստեցրին մեքենայի հետի նստատեղին։ Դուռը փակվեց չոր ձայնով, մեկուսացնելով նրան արտաքին աշխարհից։ Մեքենայի ներսում նա լռում էր։ Նայում էր պատուհանից, տեսնելով անցնող քաղաքը։ Երանը շարունակում էր ապրել, անտարբեր այն ամենի նկատմամբ, ինչ նոր էր տեղի ունեցել։
Մարդիկ քայլում էին, ավտոբուսներն անցնում էին, ары բարձրանում էր երկնքում։ Ամեն ինչ նորմալ էր։ Ամեն ինչ նույնն էր։ Բայց տիկին Անահիտի համար ինչ-որ բան փոխվել էր։ Նա խորը տխրություն զգաց, ոչ թե իր համար, այլ մարդկության համար։ Ինչպես էր հնարավոր, որ ինչ-որ մեկը դատեր մեկ այլ մարդու միայն նրա հագուստի համար։ Ինչպես էր հնարավոր, որ իշխանությունը շփոթվեր գոռոզության հետ։ Նա մտածեց, թե էլ քանի հոգի են անցել նման իրավիճակներով, գուցե ավելի վատ, առանց ձայն ունենալու, առանց միջոցների, առանց մեկի, ով կպաշտպաներ նրանց։ Եվ նա զգաց, թե ինչպես է պատասխանատվությունը մեծանում իր ներսում։ Եթե դա տեղի էր ունենում իր հետ, ով ուներ պաշտպանվելու միջոցներ, ապա ինչ էր լինում նրանց հետ, ովքեր ոչինչ չունեին։ Այդ ընթացքում սրճարանի ներսում Հայկ Բարսեղյանը անջատեց տեսագրությունը։ Արագ վերանայեց տեսանյութը։ Կատարյալ է։ Ձայնը հստակ է, պատկերը պարզ։ Նա հստակ գիտեր ինչ անել։ Բացեց հաղորդագրությունների հավելվածը, տեսանյութն ուղարկեց 3 լրագրող գործընկերների։ Հետո բացեց Twitter-ը, տեղադրեց մի փոքր հատված հետյալ մակագրությամբ. Իշխանության չարաշահում օրը ցերեկով։ Տիկին Անահիտը, Գորգի մոտ սրճարանի հաճախորդը, ձեռնաշղթաներով, առանց պատճառի։ #արդարություն տիկին Անահիտին։ 5 րոպեից էլ քիչ ժամանակում տեսանյութը սկսեց տարածվել։ Տարածումներ, վրդովված մեկնաբանություններ, նշումներ։ Սոցիալական ցանցերը կարճ հիշողություն ունեն, բայց երբ ինչ-որ բան դիպչում է ճիշտ վերքին, արձագանքն ակնթարթային է լինում։ Եվ սա դիպավ։ Ոստիկանական մեքենայում տիկին Անահիտը շարունակում էր լռել։ Սերժանտ Գարիկը լուռ վարում էր, երբեմն հայացքներ փոխանակելով կապրալ Արմենի հետ։ Նրանք չգիտեին, բայց հենց այդ պահին նրանց կարիերաները պատրաստվում էին ընդմիշտ փոխվել։ Ոստիկանության բաժանմունքը գտնվում էր քաղաքի կենտրոնում, բաց գույնի պատերով մի հին շենք, որի միջանցքներից հին թղթի վերատաքացրած սուրճի հոտ էր գալիս։ Երբ մեքենան կանգնեց, տիկին Անահիտին ուղեկցեցին ներս։ Անցան ընդունարանով, որտեղ աշխատակցուհին բարձրացրեց աչքերը առանց որևէ բան ասելու, նորից վերադարձավ համակարգչին։ Բարձրացան 2 հարկ, մինչ մի փոքրիկ սենյակ, առանց պատուհանների, մետաղական սեղանով 3 աթոռով։ Նստեք, հրամայեց սերժանտը։ Տիկին Անահիտը նստեց։ Ձեռնաշղթաները դեռ նրա դաստակներին էին։ Նա չբողոքեց։ Պարզապես սպասեց։ Կապրալ Արմենը դուրս եկավ սենյակից, սերժանտին թողնելով նրա հետ միայնակ։ Վերջինս սկսեց զեկույց լրացնել, գրիչով թղթի վրա ուժգին քսելով, կարծես ջղայնացած լիներ։ Ամբողջական անունը. Անահիտ Մարիամ Սարգսյան։ Հասցեն. Կոմիտասի պողոտա, շենք 234, Արաբկիր։ Սերժանտը նշեց, առանց նրան նայելու։ Շարունակեց բյուրոկրատական հարցեր տալ, նշելով մեխանիկական պատասխանները։ Տիկին Անահիտը ամեն ինչին հանգիստ էր պատասխանում, առանց ձայնի տոնը փոխելու։ Նա գիտեր, որ սա սխալ էր։ Լուրջ սխալ։ Եվ գիտեր, որ վերջիվերջո ճշմարտությունը ջրի երես դուրս կգա։ Այդ ընթացքում բաժանմունքի ընդունարանում հեռախոսը զնգաց։ Աշխատակցուհին, Սոնա Մանուկյանը, պատասխանեց սովորական միապաղաղ տոնով. Կենտրոնի ոստիկանություն, բարի օր։ Մյուս կողմից ձայնը լարված էր, հրատապ։ Սոնան կիտեց հոնքերը, ուղղվեց աթոռին։ Այո, պարոն։ Հասկացա։ Անմիջապես կստուգեմ։ Նա անջատեց հեռախոսը, շտապեց դեպի համակարգիչը, արագ մուտքագրելով։ Համակարգում ներմուծեց Անահիտ Մարիամ Սարգսյան անունը։ Էկրանը մի քանի վայրկյան բեռնվեց։ Երբ տվյալները հայտնվեցին, Սոնան գունատվեց։ Նրա աչքերը լայնացան։ Նա 3 անգամ վերընթերցեց տեղեկությունը, համոզվելու համար։ Աստված իմ։ Նա շտապ վեր կացավ, գրեթե շրջելով աթոռը, վազեց վեր։ Թակեց այն սենյակի դուռը, որտեղ գնդապետ Արթուր Դանիելյանն էր, նրա անմիջական վերադասը։ Պարոն, պետք է հենց հիմա ձեզ հետ խոսեմ։ Հրատապ է։ Գնդապետը բարձրացրեց աչքերը թղթերից, դժգոհ ընդհատումից։ Ինչ է պատահել, Սոնա։ Այն տիկինը, որը նոր եկավ։ Անահիտ Մարիամ Սարգսյանը։ Դուք պետք է սա տեսնեք։ Նա մեկնեց համակարգից տպված թերթիկը։ Գնդապետը վերցրեց, սկսեց կարդալ։
Երբ նրա աչքերն անցնում էին տողերի վրայով, նրա դեմքի արտահայտությունը փոխվեց։ Զարմանք։ Հետո մտահոգություն։ Վերջում բացարձակ տագնապ։ Կանչեք հրամանատարին։ Հիմա։ Սոնան վազելով դուրս եկավ։ Գնդապետը վերընթերցեց տվյալները, խորը շունչ քաշելով։ Սա շատ ավելի մեծ էր, քան նա պատկերացնում էր։ Շատ, շատ ավելի մեծ։ Բաժանմունքի սենյակը սառն էր անդեմ։ Խունացած կանաչ գույնով ներկված պատեր, լյումինեսցենտային լամպ, որը երբեմն թարթում էր, քերծված մետաղական սեղան կենտրոնում։ Տիկին Անահիտը շարունակում էր նստած մնալ, ձեռնաշղթաները դեռ դաստակներին, հետելով, թե ինչպես է սերժանտ Գարիկը նյարդայնացնող դանդաղկոտությամբ լրացնում ծաթղթերը։ Նա նշում էր յուրաքանչյուր տեղեկություն, կարծես դա սովորական, առօրյա գործընթաց լիներ, առանց որևէ բարոյական ծանրության այն ամենի համար, ինչ նոր էր արել։ Սեղանի մյուս կողմում կապրալ Արմենը հենվել էր պատին, ձեռքերը խաչած, նայելով տարեց կնոջը ձանձրույթի կասկածանքի խառնուրդով։ Նա ոչ մի սխալ բան չէր տեսնում իրենց արածի մեջ։ Նրա համար դա պարզապես մեկ աշխատանքային օր էր։ Եվս մեկ մոտեցում։ Եվս մեկ կասկածյալ, բերված ստուգման։ Պարզ հագուստը, ծղոտե գլխարկը, հանգիստ կեցվածքը։ Ամեն ինչ նպաստում էր նրան, որ նա դատեր նրան նախքան նույնիսկ ճանաչելը։ Տիկին Անահիտն իր հերթին պահպանում էր հանգստությունը։ Չէր լացում, չէր աղաչում, չէր հուսահատվում։ Նա կյանքում դժվար բաների միջով էր անցել։ Կորցրել էր ամուսնուն, բախվել էր հիվանդությունների, հաղթահարել էր կորուստներ, որոնք շատերը չէին կարողանա տանել։ Սա այլ էր։ Սա անարդար էր։ Սա նվաստացուցիչ էր։ Բայց նա գիտեր, որ ճշմարտությունը վերջիվերջո ջրի երես դուրս կգա։ Միշտ էլ դուրս է գալիս։ Սերժանտ Գարիկը մուտքագրեց նրա տվյալները համակարգ սպասեց։ Հին համակարգչի էկրանը դանդաղ էր բեռնվում, պտտելով այն նյարդայնացնող շրջանակը, որը ցույց էր տալիս մշակումը։ Նա մատներով թմբկահարեց սեղանին, անհամբեր։ Կապրալ Արմենը հորանջեց։ Նրանցից ոչ մեկը չէր պատկերացնում, թե ինչ է պատրաստվում տեղի ունենալ։ Այդ ընթացքում, բաժանմունքից դուրս, աշխարհն արդեն շարժման մեջ էր։ Հայկ Բարսեղյանի տեսանյութը պայթել էր սոցիալական ցանցերում։ Ընդամենը 30 րոպեում այն արդեն ուներ ավելի քան 50,000 դիտում Twitter-ում։ Մեկնաբանությունները բազմապատկվում էին ամեն վայրկյան։ Վրդովված, զայրացած, շոկի ենթարկված մարդիկ։ Հեշթեգները սկսեցին ինքնաբուխ հայտնվել։ Արդարություն տիկին Անահիտին, իշխանության չարաշահումերան, գլխարկը հանցանք չէ։ Պատմությունը ձեռք էր բերում սեփական ուժը, սնվելով այն հավաքական զայրույթից, որը շատերն արդեն զգացել կամ ականատես էին եղել։ Հայկ Բարսեղյանը, դեռ գորգի մոտ սրճարանում, տենթակին գրում էր իր նոթբուքով։ Նա զանգահարել էր լրագրող գործընկերներին, տեսանյութն ուղարկել լրատվական պորտալներին, դիմել հասարակական շարժումների իր կոնտակտներին։ Նա գիտեր, որ այս դեպքը պոտենցիալ ունի դառնալու շատ ավելի մեծ բան։ Եվ նա իրավացի էր։ Մեկ ժամից էլ քիչ ժամանակում տեսանյութն արդեն տարածվում էր խոշոր էջերի, թվային ազդեցիկների, նույնիսկ քաղաքական գործիչների կողմից, ովքեր այնտեղ տեսան դիրքորոշում հայտնելու հնարավորություն։ Բաժանմունքի ներսում ընդունարանի աշխատակից Սոնա Մանուկյանը վազելով վերադարձավ գնդապետ Արթուր Դանիելյանի սենյակից։ Նրա դեմքը գունատ էր, աչքերը լայն բացված։ Նա դողացող ձեռքերում տպված թերթիկ էր տանում, բարձրանում էր աստիճաններով, գրեթե սայթաքելով սեփական ոտքերի վրա։ Հասավ այն սենյակին, որտեղ տիկին Անահիտին հարցաքննում էին, հրատապ թակեց դուռը։ Սերժանտ Գարիկը բարձրացրեց աչքերը դժգոհ ընդհատումից։ Հիմա էլ ինչ է պատահել։ Պետք է ձեզ հետ խոսեմ։ Հենց հիմա։ Հրատապ է։ Նա հոգոց հանեց, վեր կացավ աթոռից դուրս եկավ սենյակից, դուռը փակելով իր հետից։ Սոնան պինդ բռնեց նրա բազկից։ Սերժանտ, դուք պետք է սա տեսնեք։ Այն կինը, որին բերել եք։ Անահիտ Մարիամ Սարգսյանը։ Նայեք այն տվյալներին, որոնք նոր եկան համակարգից։ Նա մեկնեց թերթիկը։ Սերժանտը վերցրեց արամարանքով, կարծես դատարկ բանի վրա ժամանակ էր կորցնում։ Բայց երբ նրա աչքերը սկսեցին անցնել տեղեկությունների վրայով, նրա դեմքի արտահայտությունը փոխվեց։ Սկզբում շփոթմունք, հետո անհավատություն, վերջում բացարձակ խուճապ։ Սա չի կարող ճիշտ լինել։
Համակարգի սխալ պետք է լինի։ Սխալ չէ, սերժանտ։ Ես 3 անգամ հաստատել եմ։ Հենց ինքն է։ Նրա ձեռքերը սկսեցին դողալ։ Թուղթը գրեթե ընկավ հատակին։ Նա վերընթերցեց տեղեկությունները, հուսալով գտնել որևէ վրիպակ, որևէ մանրուք, որը կապացուցեր, որ սա թյուրիմացություն է։ Բայց սխալ չկար։ Յուրաքանչյուր տող հաստատում էր կործանարար ճշմարտությունը։ Անահիտ Մարիամ Սարգսյան, 72 տարեկան, բնակվում է Արաբկիրում, Երան։ Վարդան Սարգսյանի այրին։ Տիգրան Սարգսյանի մայրը։ Տիգրան Սարգսյան։ Անունը որոտի պես հնչեց սերժանտի մտքում։ Նա ճանաչում էր այդ անունը։ Երանի յուրաքանչյուր ոստիկան ճանաչում էր։ Տիգրան Սարգսյանը այն գործարարն էր, ով ղեկավարում էր քաղաքի անվտանգության տեխնոլոգիաների խոշորագույն մատակարար ընկերությունը։ Կապի համակարգեր, հետախուզական սարքավորումներ, քրեական վերլուծության ծրագրեր, բարձր հստակության տեսախցիկներ։ Այն ամենը, ինչ ոստիկանությունն օգտագործում էր, գալիս էր նրա ընկերությունից։ Ավելին, Տիգրանը կյանքեր էր փրկել։ Նա միլիոններ էր ներդրել սարքավորումների մեջ, որոնք թույլ էին տվել փրկարարական աշխատանքներ իրականացնել ճգնաժամային իրավիճակներում, վնասազերծել սպառնալիքները, պաշտպանել գործակալներին վտանգավոր գործողությունների ժամանակ։ Սերժանտ Գարիկը զգաց, թե ինչպես է հողը փախչում ոտքերի տակից։ Կանչեք հրամանատարին։ Անմիջապես։ Սոնան արդեն վազում էր դեպի հեռախոսը։ Սերժանտը վերադարձավ սենյակ, փորձելով վերահսկել խուճապը։ Նայեց տիկին Անահիտին, ով շարունակում էր նստած մնալ, հանգիստ, ձեռնաշղթաները դեռ դաստակներին։ Կինը բարձրացրեց աչքերը, նայեց նրան։ Նրա հայացքում բարկություն չկար։ Միայն խորը տխրություն, հիասթափություն, որն ավելի խորն էր կտրում, քան ցանկացած գոռոց։ Կապրալ Արմենը նկատեց լարվածությունը։ Ինչ է պատահել, սերժանտ։ Ինչ-որ բան է եղել։ Ձայն կտրիր։ Պատասխանի կոպտությունը Արմենին անակնկալի բերեց։ Նա լռեց, բայց անհանգստությունը սկսեց աճել նրա ներսում։ Ինչ-որ բան այն չէր։ Շատ այն չէր։ 15 րոպե անց բաժանմունքի դուռը ուժգին բացվեց։ Հրամանատար Լոն Ավետիսյանը ներս մտավ, ուղեկցվելով 2 բարձրաստիճան սպաների կողմից։ Նա 58 տարեկան էր, կարճ կտրած մոխրագույն մազերով, անթերի զինվորական կեցվածքով մի ներկայությամբ, որը լռեցնում էր ցանկացած միջավայր։ Ընդունարանի բոլոր ոստիկանները մեխանիկորեն վեր կացան, երբ նա անցավ։ Զրույցները դադարեցին։ Օդն ավելի ծանրացավ։ Հրամանատար Ավետիսյանը բարձրացավ աստիճաններով հաստատուն քայլերով, դեմքը սեղմված մի արտահայտությամբ, որը լրջության մտահոգության խառնուրդ էր։ Հասավ այն սենյակին, որտեղ տիկին Անահիտն էր, առանց թակելու բացեց դուռը։ Ներս մտավ, նայեց շուրջը, նրա աչքերը վերջապես կանգ առան նստած տարեց կնոջ վրա, ձեռնաշղթաներով ծղոտ է գլխարկը դեռ գլխին։ Ժամանակը կանգ առավ։ Հրամանատարը խորը շունչ քաշեց, մի վայրկյան փակեց աչքերը, կարծես կարիք ուներ ուշքի գալու, հետո արեց մի բան, որը շոկի ենթարկեց բոլոր ներկաներին։ Նա քայլեց դեպի տիկին Անահիտը, կանգնեց նրա դիմաց, ծնկի իջավ։ Աջ ծունկը դիպավ բետոնե սառը հատակին մի չոր ձայնով, որն արձագանքեց լուր սենյակում։ Սերժանտ Գարիկը, կապրալ Արմենը քարացել էին, չհասկանալով, թե ինչ է կատարվում։ Հրամանատարը, այն մարդը, ով ներկայացնում էր բարձրագույն իշխանությունը, ծնկի էր իջել մի կնոջ առաջ, ում նրանք վերաբերվել էին որպես հանցագործի։ Հրամանատար, ինչ եք անում։ Հրամանատարի ձայնը ցածր էր, բայց լի զսպված հույզերով։ Տիկին Անահիտ, ես ներողություն եմ խնդրում կառույցի անունից։ Սա երբեք չպետք է տեղի ունենար։ Տիկին Անահիտը նայեց նրան զարմանքի ըմբռնման խառնուրդով։ Նա ճանաչում էր այդ մարդուն։ Տիգրանը, նրա որդին, մի քանի անգամ նշել էր նրա անունը։ Լոն Ավետիսյան։ Այն հրամանատարը, ով միշտ շնորհակալություն էր հայտնում սարքավորումների համար, ով ընդունում էր, թե որքան էր մատակարարված տեխնոլոգիան կյանքեր փրկել, ով խորապես հարգում էր Տիգրանի աշխատանքը։ Հրամանատար, խնդրում եմ, բարձրացեք։ Այստեղ դրա տեղը չէ։ Նա դանդաղ բարձրացավ, դեռ տեսանելիորեն հուզված։ Հետո շրջվեց դեպի 2 ոստիկանները, նրա դեմքի արտահայտությունը լիովին փոխվեց։ Մեղմությունը տեղի տվեց զսպված կատաղությանը։
Ինչ-որ մեկը ինձ կբացատրի, թե ինչպես է հնարավոր, որ այն մարդու մայրը, ով զինում է մեր ամբողջ ոստիկանությունը, այս բաժնում ձեռնաշղթաներով նստած լինի, կարծես հանցագործ լինի։ Սերժանտ Գարիկը դժվարությամբ կուլ տվեց թուքը։ Փորձեց խոսել, բայց բառերը դուրս չէին գալիս։ Կապրալ Արմենը նայեց հատակին, չկարողանալով նայել հրամանատարի աչքերին։ Ես հարցրեցի. ձայնը որոտաց սենյակում։ Արձագանքեց միջանցքներում։ Այլ ոստիկաններ մոտեցան դռանը, հետաքրքրված, վախեցած։ Պարոն, մենք ստանդարտ ստուգում էինք անցկացնում գորգի մոտ սրճարանում։ Նա կասկածելի էր հագնված, կասկածելի։ Կասկածելի հագնված նշանակում է կոնկրետ ինչ։ Պարզ զգեստ։ Ծղոտե գլխարկ։ Համեստ հագոստ։ Սերժանտը փորձեց շարունակել, բայց հրամանատարը նրան ընդհատեց։ Դուք ձեռնաշղթաներ եք հագցրել 72 տարեկան մի տիկնոջ, ով չէր դիմադրում, ով ոչ մի հանցանք չէր գործել, պարզապես այն պատճառով, որ դուք դատել եք նրա արտաքինը։ Դուք խախտել եք մոտեցման բոլոր կանոնները, նվաստացրել եք մի քաղաքացու առանց պատճառի, դեռ համարձակություն եք ունեցել նրան այստեղ բերելու, կարծես նա հանցագործ լիներ։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Հրամանատարը խորը շունչ քաշեց, փորձելով վերահսկել բարկությունը։ Հետո նորից շրջվեց դեպի տիկին Անահիտը։ Հանեք այդ ձեռնաշղթաները նրա վրայից։ Հիմա։ Սերժանտ Գարիկը հնազանդվեց դողացող ձեռքերով։ Բացեց ձեռնաշղթաները, դրանք մետաղական ձայնով ընկան հատակին։ Տիկին Անահիտը դանդաղ տրորեց դաստակները, զգալով ճնշման թուլացումը։ Մաշկի վրա կարմիր հետքեր էին մնացել այնտեղ, որտեղ մետաղը սեղմել էր։ Տիկին Անահիտ, դուք լիակատար իրավունք ունեք դատի տալու այս կառույցին։ Լիակատար իրավունք։ Եվ ես ձեզ չէի մեղադրի, եթե դա անեիք։ Նա նայեց նրան իր այն հանդարտ աչքերով, որոնք լի էին տասնամյակների ընթացքում կուտակված իմաստությամբ։ Հրամանատար, ես չեմ ուզում ոչ ոքի դատի տալ։ Ես ուզում եմ, որ սա դաս լինի։ Որպեսզի ուրիշ մարդիկ չանցնեն այն ամենի միջով, ինչի միջով ես անցա։ Որովհետև եթե սա պատահեց ինձ հետ, ով ունի միջոցներ ձայն, պատկերացրեք, թե ինչ է լինում նրանց հետ, ովքեր ոչինչ չունեն։ Նրա խոսքերն ավելի խորն էին կտրում, քան ցանկացած պաշտոնական մեղադրանք կարող էր անել։ Հրամանատարը գլխով արեց, զգալով այդ պարզ նախադասությունների մեջ եղած ճշմարտության ծանրությունը։ Ոստիկանության բաժանմունքից դուրս արդեն սկսել էր հավաքվել մի փոքրիկ ամբոխ։ Մարդիկ, ովքեր տեսել էին տեսանյութը սոցիալական ցանցերում, մարդու իրավունքների պաշտպաններ, տարբեր լրատվամիջոցների լրագրողներ։ Հեռուստացիկներն արդեն տեղադրվում էին։ Պաստառներ սկսեցին հայտնվել։ Հասարակական ճնշումը րոպե առ րոպե աճում էր։ Սենյակի ներսում հրամանատարը շրջվեց դեպի երկու ոստիկանները։ Դուք հեռացված եք աշխատանքից, այս պահից սկսած։ Կիրականացվի ամբողջական հետաքննություն։ Եվ կախված արդյունքներից դուք կկանգնեք վարչական, հնարավոր է քրեական պատասխանատվության առաջ, իշխանության չարաշահման համար։ Կապրալ Արմենը գունատվեց։ Սերժանտ Գարիկը զգաց, թե ինչպես են ոտքերը թուլանում։ Իրականությունը սկսեց փլվել նրանց վրա ճնշող ծանրությամբ։ Նրանց կարիերաները, նրանց հեղինակությունը, նրանց կյանքը։ Ամեն ինչ վտանգված էր մի քանի րոպե տաց գոռոզության կանխակալության պատճառով։ Տիկին Անահիտը դանդաղ վեր կացավ, ուղեց բաճկոնը պայուսակը գցեց ուսին։ Նա նայեց այն երկու ոստիկաններին, ովքեր նվաստացրել էին իրեն, մի պահ խղճահարության նման մի բան զգաց։ Ոչ թե այն պատճառով, որ նրանք արժանի չէին հետանքներին, այլ որովհետև նրանց մեջ տեսնում էր ավելի մեծ համակարգի արտացոլումը, մարդկանց ըստ արտաքինի դատելու արմատացած մշակույթը, իշխանությունը նվաստացնելու ուժի հետ շփոթելը։ Հրամանատար, ես կցանկանայի տուն գնալ հիմա։ Իհարկե, տիկին Անահիտ։ Ես ինքս ձեզ կուղեկցեմ։ Նրանք միասին դուրս եկան սենյակից։ Լուր իջան աստիճաններով։ Երբ հասան ընդունարան, բոլոր ներկա ոստիկանները մեխանիկական հարգանքով վեր կացան, բայց դա ուշացած էր։ Տիկին Անահիտն անցավ նրանց կողքով առանց որևէ բան ասելու, պահպանելով այն արժանապատիվ կեցվածքը, որը երբեք չէր կորցրել, նույնիսկ ձեռնաշղթաներով։ Բաժանմունքից դուրս գալիս նրան դիմավորեցին տեսախցիկների լույսերը, ամբոխի աջակցող բացականչությունները։ Արդարություն տիկին Անահիտին, այլս երբեք, հարգանք տարեցներին։ Ձայները միախառնվում էին հավաքական վրդովմունքի երգչախմբում։
Հայկ Բարսեղյանն այնտեղ էր, տեսախցիկը ձեռքին։ Երբ տեսավ տիկին Անահիտին դուրս գալիս հրամանատարի ուղեկցությամբ, հասկացավ, որ պատմությանս մեկ կարևոր մաս ունի։ Շարունակեց տեսագրել։ Հրամանատար Ավետիսյանը տիկին Անահիտին ուղեկցեց դեպի ծառայողական մեքենան։ Մեղմությամբ բացեց հետի դուռը նրա համար, սպասեց մինչ նա տեղավորվի, նստեց վարորդի կողքին։ Մինչ մեքենան հեռանում էր բաժանմունքից, նա շրջվեց դեպի կինը։ Տիկին Անահիտ, ես մի քանի առիթներով ճանաչել եմ ձեր որդուն։ Տիգրանը բացառիկ մարդ է։ Նրա աշխատանքը անթիվ կյանքեր է փրկել։ Այն տեխնոլոգիան, որը նա տրամադրել է մեզ, թույլ է տվել իրականացնել գործողություններ, որոնք այլապես անհնար կլինեին։ Նրա հանդեպ իմ երախտագիտությունն անսահման է։ Եվ իմանալը, որ նրա մայրը նման բանի միջով է անցել իմ ենթակաների ձեռքով, մի բան է, որը ես մեծ ցավով եմ կրելու։ Կինը նայեց նրան ըմբռնումով։ Հրամանատար, խնդրում եմ, որդիս պետք չէ սրա մասին իմանա։ Նա առանց այն էլ շատ հոգսեր ունի։ Ամենայն հարգանքով տիկին Անահիտ, բայց կարծում եմ արդեն ամբողջ աշխարհը գիտի։ Տեսանյութը բոլոր սոցիալական ցանցերում է։ Նույնիսկ լրատվական թողարկումներն արդեն անդրադառնում են։ Տիկին Անահիտը հոգոց հանեց։ Նա գիտեր, որ Տիգրանը կատաղելու է։ Ոչ թե իր համար, այլ անարդարության պատճառով։ Նրա որդին հորից ժառանգել էր արդարության այդ սուր զգացումը, սխալն առանց արձագանքի ընդունելու անկարողությունը։ Եվ նա գիտեր, որ երբ նա պարզի, հետանքներ կլինեն։ Մեքենան անցավ Երանի փողոցներով դեպի Արաբկիր թաղամաս։ Արն արդեն բարձր էր երկնքում, լուսավորելով քաղաքը, որը շարունակում էր իր բնականոն ռիթմը, անտեղյակ այն դրամայից, որը ծավալվել էր վերջին ժամերի ընթացքում։ Տիկին Անահիտը նայում էր պատուհանից, տեսնելով քայլող մարդկանց, ովքեր ապրում էին իրենց կյանքով, յուրաքանչյուրն իր պատմությունը, իր ծանրությունը կրելով։ Երբ հասան նրա տուն, մի գեղեցիկ առանձնատուն, խնամված այգով, հրամանատարն իջավ, բացեց դուռը նրա համար։ Տիկին Անահիտը դուրս եկավ մեքենայից նույն արժանապատվությամբ, ինչպես միշտ։ Շնորհակալություն, հրամանատար։ Դուք շնորհակալություն հայտնելու կարիք չունեք։ Ես եմ նորից ներողություն խնդրում։ Նա գլխով արեց, քայլեց դեպի դարպասը։ Հրամանատարը մնաց այնտեղ, հետելով, թե ինչպես է նա մտնում տուն, գրելով այն ինստիտուցիոնալ ամոթի ծանրությունը, որն ստեղծել էր այդ առավոտը։ Տան ներսում տիկին Անահիտը հանեց գլխարկը, պայուսակը դրեց, բազմոցին գնաց խոհանոց։ Նոր սուրճ պատրաստեց։ Այս անգամ, խաղաղ պայմաններում, առանց ընդհատումների։ Բայց մինչ խմում էր տաք դառը հեղուկը, նա գիտեր, որ սա դեռ հեռու է ավարտից։ Տիգրան Սարգսյանը ժողովի էր, երբ նրա հեռախոսը սկսեց համառորեն թրթռալ։ Նա հայացք գցեց էկրանին, տեսավ միաժամանակ հայտնվող բազմաթիվ ծանուցումներ, գիտեց հոնքերը։ 45 տարեկանում Տիգրանը տպավորիչ ներկայությամբ տղամարդ էր։ Բարձրահասակ, լայն թիկունքով, մուգ մազերով, որոնք քունքերի մոտ մի փոքր ճերմակել էին, խորը շագանակագույն աչքերով, որոնք ժառանգել էր մորից։ Նա կրում էր անթերի մուգ կապույտ կոստյում, ղեկավարում էր այդ ժողովը նույն բնական հեղինակությամբ, որը կիրառում էր իր կյանքի բոլոր ոլորտներում։ Ժողովը տեղի էր ունենում Սարգսյան Տեխնոլոջիս կորպորատիվ շենքի 12-րդ հարկում, այն ընկերության, որը նա հիմնադրել էր 15 տարի առաջ։ Ապակե սեղանի շուրջ 5 գործադիր տնօրեններ ներկայացնում էին եռամսյակային հաշվետվությունները, աճի կանխատեսումները, ընդլայնման առաջարկները։ Տիգրանն ուշադիր լսում էր, տալով կոնկրետ հարցեր, նշումներ անելով։ Բայց հեռախոսի թրթռոցները չէին դադարում։ Ներեցեք, ասաց նա, վերցնելով սարքը։ Ապակողպեց էկրանը, տեսավ տասնյակ հաղորդագրություններ WhatsApp-ում։ Բաց թողնված զանգեր։ Twitter-ի ծանուցումներ։ Հրատապ էլեկտրոնային նամակներ։ Նրա սիրտն արագացավ։ Ինչ-որ բան այն չէր։ Շատ այն չէր։ Բացեց հաղորդագրությունների հավելվածը, տեսավ ընկերների, գործընկերների, նույնիսկ հաճախորդների տագնապալի տեքստերի շարքը։ Տիգրան, տեսա՞ր ինչ է պատահել մորդ հետ։ Ընկեր, սա ամենուր է։ Տեսնում ես։ Ինչ անհեթեթություն։ Տիկին Անահիտը սրան արժանի չէր։ Նա զգաց, թե ինչպես է արյունը սառչում։ Բացեց Twitter-ը դողացող ձեռքերով։ Լրահոսը ողողված էր։ Տեսանյութն ամենուր էր։ Նա սեղմեց, դիտեց։ Տեսավ իր մորը, միայնակ այդ պարզ սրճարանում, որին ագրեսիվ կերպով մոտենում էին։
Տեսավ ոստիկանին, որը գոռում էր նրա վրա։ Տեսավ հանրային նվաստացումը։ Տեսավ, թե ինչպես են ձեռնաշխտաներ հագցնում նրա նուրբ դաստակներին։ Տիգրանն այնպիսի կատաղության ալիք զգաց, որ ստիպված եղավ բռնվել սեղանից, վերահսկողությունը չկորցնելու համար։ Նրա ձեռքերը բռունցք դարձան։ Ծնոտը սեղմվեց։ Աչքերը կարմրեցին ոչ թե արցունքներից, այլ մաքուր բացարձակ բարկությունից։ Ժողովն ավարտված է։ Դուրս եկեք։ Բոլորդ։ Բայց պարոն, մենք դեռ ունենք, ես ասացի, ավարտված է։ Նրա ձայնը պայթեց սենյակում։ Տնօրենները շտապ վեր կացան, վերցնելով նոթբուքերն ու թղթապանակները, լուռ դուրս եկան։ Դուռը փակվեց, Տիգրանին թողնելով միայնակ։ Նա նորից դիտեց տեսանյութը։ Եվս մեկ անգամ։ Յուրաքանչյուր դիտում սնում էր նրա ներսում աճող կատաղությունը։ Վերցրեց հեռախոսը, հավաքեց մոր համարը։ 3 անգամ զանգեց։ Ոչ ոք չպատասխանեց։ Նորից հավաքեց։ Ոչինչ։ Խուճապը սկսեց խառնվել բարկությանը։ Որտեղ էր նա։ Արդյոք լավ էր։ Արդյոք վնասված էր։ Զանգահարեց տան քաղաքային հեռախոսին։ Մի քանի անգամ զնգալուց հետո վերջապես մի ձայն պատասխանեց։ Ալո։ Մայր։ Մայր, լավ ես։ Ինչ է պատահել։ Տիգրան, որդիս, լավ եմ։ Պարզապես հոգնած եմ։ Ինչ նշանակում է հոգնած։ Ես տեսա տեսանյութը։ Ես ամեն ինչ տեսա։ Այն ստորները քեզ ձեռնաշխտաներ են հագցրել։ Քեզ հետ վերաբերվել են որպես հանցագործի։ Տիգրան, խնդրում եմ, մի վրդովվիր։ Արդեն անցել է։ Տանն եմ։ Լավ եմ։ Ոչինչ էլ չի անցել, մայր։ Սա այսպես չի մնա։ Ես դատի եմ տալու այդ ոստիկաններին, դատի եմ տալու ամբողջ բաժանմունքը, ես ստիպելու եմ, որ նրանք վճարեն նվաստացման յուրաքանչյուր վայրկյանի համար, որ պատճառել են քեզ։ Որդիս, լսիր։ Ես գիտեմ, որ դու բարկացած ես։ Ես հասկանում եմ։ Բայց վրեժխնդրությունը ոչինչ չի լուծի։ Սա վրեժխնդրություն չէ, մայր։ Սա արդարություն է։ Հեռախոսի մյուս կողմում տիկին Անահիտը հոգոց հանեց։ Նա որդուն շատ լավ էր ճանաչում։ Գիտեր, որ երբ Տիգրանն ինչ-որ բան էր որոշում, աշխարհում ոչինչ չէր կարող ստիպել նրան փոխել միտքը։ Նա հորից էր ժառանգել այդ կատաղի վճռականությունը, անարդարությունն առանց արձագանքի ընդունելու անկարողությունը։ Տիգրան, խոստացիր, որ ոչ մի հապճեպ քայլ չես անի։ Ես խոստանում եմ, որ ամեն ինչ կանեմ օրենքի սահմաններում։ Բայց ես կանեմ, մայր։ Սա չի կարող անպատիժ մնալ։ Նա անջատեց հեռախոսը, ծանր շնչելով։ Քայլեց դեպի գրասենյակի պատուհանը, նայեց ներքում գտնվող քաղաքին։ Երանը տարածվում էր նրա առջ, շարժուն, կյանքով լի։ Ինչ-որ տեղ այնտեղ ոստիկանները կարծում էին, թե կարող են նվաստացնել անմեղ մարդկանց առանց հետանքների։ Կարծում էին, թե իշխանությունը նշանակում է անսահմանափակ ուժ։ Նրանք պատրաստվում էին պարզել, որ շատ են սխալվել։ Տիգրանը նորից վերցրեց հեռախոսը, զանգահարեց իր անձնական փաստաբանին, Գուրգեն Պետրոսյանին, ով Հայաստանի ամենահարգված քրեական իրավունքի մասնագետներից մեկն էր։ Գուրգեն, դու ինձ պետք ես իմ գրասենյակում։ Հիմա։ Տիգրան, ես դատական նիստի եմ։ Կարող ես սպասել, մինչ չի կարող սպասել։ Մորս մասին է։ Տեսել ես տեսանյութը։ Մյուս կողմում դադար տիրեց։ Տեսել եմ։ Երկրի կեսն արդեն տեսել է։ Չեղարկում եմ նիստը։ 20 րոպեից այնտեղ եմ։ Մինչ սպասում էր, Տիգրանը սկսեց զանգեր կատարել։ Նախ նախարար Ռուբեն Վարդանյանին, ում հետ ուներ ուղիղ կապ արտրային գործընկերության բերումով։ Հետո իր ճանաչած հետաքննող լրագրողներին։ Այնուհետ մարդու իրավունքների կազմակերպություններին։ Նա ռազմավարություն էր մշակում, ռեսուրսներ էր մոբիլիզացնում, հիմք էր նախապատրաստում մի արձագանքի համար, որն անհնար կլիներ անտեսել։ 23 րոպե անց Գուրգեն Պետրոսյանը մտավ գրասենյակ։ Նա 60 տարեկան էր, ամբողջովին ճերմակ մազերով, ոսկեգույն շրջանակով, ակնոցով, ամբասիր հեղինակությամբ, որը կառուցել էր 3 տասնամյակ տաց կարիերայի ընթացքում։ Նա գրում էր կաշվե թղթապանակ լուրջ դեմքի արտահայտություն։ Տիգրան, դիտեցի ամբողջական տեսանյութը։
Սա իշխանության բացահայտ չարաշահում է։ Մենք ամուր գործ ունենք։ Ես ավելին եմ ուզում, քան պարզապես ամուր գործ, Գուրգեն։ Ես ուզում եմ, որ նրանք վճարեն։ Բոլորը։ Ոստիկանները, վերադասները, ովքեր թույլ են տվել այս մշակույթը, համակարգը, որը կարծում եք, թե կարող է դատել մարդկանց ըստ արտաքինի։ Եկեք դանդաղ շարժվենք։ Նախ պետք է լսենք մորթ տարբերակը։ Հետո հավաքենք բոլոր ապացույցները։ Տեսանյութն արդեն հզոր ապացույց է, բայց մեզ ավելին է պետք։ Վկաներ, բաժանմունքի փաստաթղթեր, այդ ոստիկանների անցյալը։ Ես քրեական գործ եմ ուզում նրանց դեմ։ Ուզում եմ, որ նրանք զրկվեն պաշտոններից։ Ուզում եմ, որ հասկանան, չեն կարող դա անել որևէ մեկի հետ, այլս երբեք։ Գուրգենը գլխով արեց, նշումներ կատարելով։ Մենք հայց կներկայացնենք իշխանության չարաշահման, ապօրինի սահմանափակման, ապօրինի ձերբակալության բարոյական վնասի համար։ Սա կարող է հանգեցնել կալանքի ներգրավվածների համար զգալի փոխհատուցման քո մոր համար։ Մայրս փող չի ուզում։ Նա դա հստակ ասաց։ Նա ուզում է, որ սա օրինակ ծառայի։ Այդ դեպքում եկեք այլ բան առաջարկենք։ Ֆինանսական փոխհատուցման փոխարեն մենք կարող ենք պահանջել, որ այս դեպքն օգտագործվի որպես հիմք ոստիկանական ընթացակարգերի բարեփոխման համար։ Պարտադիր վերապատրաստում հարգալից մոտեցման վերաբերյալ, դասընթացներ ենթագիտակցական կանխակալության մասին, ավելի խիստ վերահսկողություն։ Տիգրանը մտածեց։ Դա տրամաբանական էր։ Ավելի համահունչ էր նրան, ինչ իր մայրն էր ուզում։ Խոսքը փողի մասին չէր։ Խոսքը իրական փոփոխության մասին էր։ Այդպես էլ արա։ Բայց ուզում եմ, որ ոստիկանները նույնպես պատասխանատվություն կրեն։ Անձնապես կկրեն։ Երաշխավորում եմ։ Մինչ նրանք երկուսով խոսում էին, դեպքի արձագանքը շարունակում էր աճել էքսպոնենցիալ կերպով։ Տեսանյութն արդեն ուներ ավելի քան 2 միլիոն դիտում։ Հեռուստատեսային հաղորդումները սկսում էին մեկնաբանել։ Քաղաքական գործիչները հայտարարություններ էին անում։ Հասարակական շարժումները բողոքի ակցիաներ էին կազմակերպում։ Արդարություն տիկին Անահիտին # ազգային թրենդ էր։ Կենտրոնի բաժանմունքում մթնոլորտը հուղարկավորության էր նման։ Ոստիկանները լուռ քայլում էին միջանցքներով, խուսափելով միմյանց հետ հայացքների հանդիպումից։ Սերժանտ Գարիկը, կապրալ Արմենը առանձին սենյակում էին, սպասելով վարչական գործընթացի մեկնարկին։ Նրանցից ոչ մեկը առավոտվանից ոչինչ չէր կերել։ Նրանցից ոչ մեկը չէր կարողանում լիովին ընկալել, թե ինչ էր պատահել։ Հրամանատար Լոն Ավետիսյանը իր սենյակում էր, հեռախոսով խոսելով նախարարի հետ, փորձելով վերահսկել ինստիտուցիոնալ վնասները։ Բայց ամեն անցնող րոպեի հետ ավելի պարզ էր դառնում, որ ամեն ինչ վերահսկողությունից դուրս է։ Պարոն նախարար, ես հասկանում եմ լրջությունը։ Արդեն հեռացրել եմ ներգրավված ոստիկաններին, սկսել եմ ներքին հետաքննություն։ Բայց ինձ պետք է նախարարության աջակցությունը։ Սա պարզապես կարգապահական հարց չէ։ Հեռախոսի մյուս կողմից նախարար Ռուբեն Վարդանյանը, 62 տարեկան փորձառու քաղաքական գործիչը, պատասխանում էր լարված ձայնով։ Հրամանատար, դուք պատկերացնում եք, թե ինչ վնաս է սա պատճառում։ Մամուլը մեզ հանգիստ չի տալիս։ Ընդդիմությունն օգտագործում է սա որպես զենք։ Եվ ամենավատը, նրա որդին Տիգրան Սարգսյանն է։ Տիգրան Սարգսյանը։ Մեր սարքավորումների կեսը գալիս է նրա ընկերությունից։ Ես գիտեմ, թե ով է նա, պարոն նախարար։ Եվ գիտեմ, որ սա հսկայական հետանքներ է ունենալու։ Հետանքներ։ Սա աղետ է լինելու։ Պատրաստվեք, որովհետև լինելու են քննիչ հանձնաժողովներ, դատախազության հետաքննություն, ամբողջական աուդիտ։ Եվ եթե մենք օրինակելի պատիժ ցույց չտանք, կկորցնենք ամբողջ վստահելիությունը։ Հասկանում եմ, պարոն։ Եվս մի բան։ 1 ժամ առաջ ինձ զանգահարեց հենց ինքը, Տիգրան Սարգսյանը։ Նա կատաղած է։ Ասաց, որ կչեղարկի կառավարության հետ բոլոր պայմանագրերը, եթե լիակատար արդարություն չլինի։ Հրամանատարը փակեց աչքերը։ Սա ավելի վատ էր, քան նա պատկերացնում էր։ Եթե Տիգրանը չեղարկեր պայմանագրերը, ոստիկանությունը կմնար առանց կարոր համակարգերի։ Գործողությունները կվտանգվեին։ Կյանքեր կարող էին կորսվել։ Ինչ եք ուզում, որ ես անեմ։ Անմիջապես հեռացրեք ներգրավված ոստիկաններին։ Ոչ թե ժամանակավոր, այլ լիակատար հեռացում։
Եվ պատրաստեք ամբողջական զեկույց դատախազության համար։ Մենք պետք է լինենք ծայրաստիճան թափանցիկ։ Դա վնասները նվազեցնելու միակ շանսն է։ Լսում եմ, պարոն։ Հրամանատարն անջատեց հեռախոսը, հենվեց աթոռին։ Նրա 30 տարվա կարիերան փորձության էր ենթարկվում, ինչպես երբեք։ Եվ ամենավատն այն էր, որ նա գիտեր, իր հրամանատարության տակ գտնվող ոստիկանները սխալ էին վարվել։ Լիովին սխալ։ Այդ ընթացքում տիկին Անահիտի տանը նա նստած էր պատշգամբում, երիցուկի թեյ էր խմում, նայում այգուն։ Տարիներ առաջ տնկած հորտենզիաները ծաղկել էին, կապույտ վարդագույն երանգներով։ Օրը գեղեցիկ էր, թեթ քամին շարժում էր ծառերի տերները։ Թվում էր սովորական օր։ Բայց այդպես չէր։ Նա մտածում էր այն ամենի մասին, ինչ պատահել էր։ Նվաստացման մասին, իրեն վերաբերվելու ձի մասին, սրճարանի մարդկանց հայացքների մասին։ Բայց նա մտածում էր բոլոր այն մյուս մարդկանց մասին, ովքեր ամեն օր անցնում էին նման իրավիճակներով, առանց որե մեկի տեսագրելու, առանց որե մեկի հոգ տանելու։ Քանի անգամ էր դա պատահում լռության մեջ։ Քանի կյանք էր դրոշմվում այս փոքր ինստիտուցիոնալ բռնություններով։ Դարպասը բացվեց։ Տիգրանը շտապ ներս մտավ, մեծ քայլերով անցավ այգին, բարձրացավ պատշգամբի աստիճաններով։ Երբ տեսավ մորն այնտեղ, հանգիստ նստած, նրա ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Նա ծնկի իջավ նրա կողքին, ամուր գրկեց նրան։ Մայր, շատ եմ ցավում։ Ցավում եմ, որ այնտեղ չէի։ Տիգրան, որդիս, դու ոչ մի մեղք չունես։ Բայց ես պետք է այնտեղ լինեի։ Պետք է քեզ պաշտպանեի։ Կինը մի փոքր հետ քաշվեց, նայելու նրա աչքերի մեջ։ Դու չես կարող ինձ ամեն ինչից պաշտպանել։ Եվ ես պաշտպանության կարիք չունեմ։ Ես կարիք ունեմ, որ նման բաներն այլս չպատահեն։ Որե մեկի հետ։ Չի պատահի, մայր։ Ես խոստանում եմ, որ չի պատահի։ Նա պատմեց ձեռնարկվող միջոցառումների մասին, դատական գործընթացի մասին, իշխանությունների հետ զրույցների մասին։ Տիկին Անահիտը լուռ լսում էր, տեսնելով որդու աչքերում այդ կատաղի վճռականությունը։ Նա հոր պես էր։ Վարդանը ճիշտ նույն ծով կարձագանքեր։ Տիգրան, ես վրեժխնդրություն չեմ ուզում։ Փոփոխություն եմ ուզում։ Գիտեմ, մայր։ Եվ հենց դրան էլ մենք հասնելու ենք։ Բայց իրական փոփոխություն ունենալու համար պետք է լինեն իրական հետանքներ։ Այլապես ոչինչ չի փոխվի։ Կինը գլխով արեց։ Գիտեր, որ նա իրավացի է։ Հետանքներն անհրաժեշտ էին։ Ոչ թե դաժանությունից դրդված, այլ հանուն արդարության։ Հանուն բոլոր այն մյուս մարդկանց, ովքեր ձայն չունեին։ Այդ գիշեր պատմությունը բոլոր հիմնական թերթերի գլխավոր էջերում էր։ Հեռուստատեսային ծրագրերը սկսեցին այս դեպքով։ Մասնագետները քննարկում էին իշխանության չարաշահումը, ինստիտուցիոնալ կանխակալությունը, ոստիկանական բարեփոխումների անհրաժեշտությունը։ Հասարակությունն արթնանում էր մի իրականության առաջ, որը շատերը նախընտրում էին անտեսել։ Տիգրանի տանը նա մինչ ուշ աշխատում էր, պատասխանելով նամակներին, համակարգելով ռազմավարությունները, պլանավորելով հաջորդ քայլերը։ Նրա կինը, Մարիամը, մտավ գրասենյակ մի գավաթ սուրճով։ Դու պետք է հանգստանաս, սիրելիս։ Չեմ կարողանում։ Ամեն անգամ, երբ փակում եմ աչքերս, տեսնում եմ այդ ձեռնաշղթաները մորս դաստակներին։ Մարիամը նստեց նրա կողքին, բռնեց նրա ձեռքը։ Նա լավ է։ Նա ուժեղ է։ Ավելի ուժեղ, քան մենք բոլորս միասին։ Գիտեմ։ Բայց դա չի նվազեցնում այն բարկությունը, որ զգում եմ։ Օգտագործիր այդ բարկությունը արդյունավետ բան անելու համար։ Դու արդեն անում ես։ Բայց թույլ մի տուր, որ այն քեզ սպառի։ Տիգրանը նայեց կնոջը։ Մարիամը միշտ ուներ այդ ունակությունը, ամենադժվար պահերին հստակություն բերելու։ Նա խորը շունչ քաշեց։ Ճիշտ ես։ Գնամ քնեմ։ Վաղը շատ աշխատանք կա։ Նրանք գնացին ընջարան, բայց Տիգրանից ժամեր պահանջվեցին քնելու համար։ Նրա միտքը չէր դադարում աշխատել, պլանավորելով, ռազմավարություն մշակելով, փնտրելով ձեր երաշխավորելու, որ սա իրական փոփոխության կհանգեցնի։ Հաջորդ օրը գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ պաշտոնական հետաքննություն կսկսի դեպքի վերաբերյալ։ Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ։
Փաստաբանների պալատը դատապարտող նոտա հրապարակեց։ Ոստիկանության վրա ճնշումը հսկայական էր։ Սերժանտ Գարիկը կապրալ Արմենը պաշտոնապես մեղադրվեցին իշխանության չարաշահման մեջ։ Նրանց կարիերաները կործանված էին։ Նրանց ընտանիքները բախվում էին հասարակական պարսավանքին։ Բայց ավելին, նրանք սկսում էին իրականում հասկանալ, թե ինչ էին արել։ Ժամանակավոր կալանավայրի խցում սերժանտ Գարիկը նստեց սառը հատակին թույլ տվեց արցունքներին հոսել։ Շատ տարիների ընթացքում առաջին անգամ նա իրեն տեսավ իրականում, առանց իշխանության ուժի դիմակների։ Եվ այն, ինչ տեսավ, դուր չեկավ նրան։ 3 շաբաթ էր անցել գորգի մոտ սրճարանում տեղի ունեցած այն առավոտվանից։ Տիկին Անահիտի դեպքը վերածվել էր շրջադարձային կետի Հայաստանում իշխանության չարաշահման վերաբերյալ քննարկումներում։ Այն, ինչ սկսվել էր որպես վիրուսային տեսանյութ, դարձել էր ազգային շարժում, ուղղված հանրային անվտանգության համակարգի բարեփոխումներին։ Տիգրան Սարգսյանը արդարադատության նախարարության ժողովների դահլիճում էր, շրջապատված փաստաբաններով, դատախազության ներկայացուցիչներով, մարդու իրավունքների կազմակերպությունների անդամներով։ Սեղանը ծածկված էր փաստաթղթերով, զեկույցներով, առաջարկներով։ Վերջին օրերին նա իրեն ամբողջությամբ նվիրել էր վրդովմունքը կոնկրետ գործողության վերածելուն։ Փաստաբան Գուրգեն Պետրոսյանը վարում էր ժողովը այն մարդու ճշգրտությամբ, ով տասնամյակներ էր անցկացրել դատարաններում։ Պարոն Այգ, մենք այստեղ ունենք խորհրդանշական մի դեպք, որը կարող է նախադեպ ծառայել կառուցվածքային փոփոխությունների համար։ Տեսանյութը անհերքելի ապացույց է։ Մենք ունենք նահականատեսների վկայություններ, տուժողի հոգեբանական վերլուծություն, որը հաստատում է հուզական տրավման, որ ամենակարևորն է, մենք հասանելիություն ստացանք բաժանմունքի ներքին գրառումներին, որոնք ցույց են տալիս նմանատիպ մոտեցումների օրինաչափություն վերջին 5 տարիների ընթացքում։ Դատախազության ներկայացուցիչներից մեկը, Անի Ղազարյանը, 40 տարեկան լուրջ դեմքով մի կին, թերթեց փաստաթղթերը։ Սա ավելի լուրջ է, քան մենք պատկերացնում էինք։ Տվյալները ցույց են տալիս, որ չափազանցված համարվող մոտեցումների 63%-ը ուղղված է եղել սոցիալապես անապահով կամ խոցելի վիճակում գտնվող մարդկանց։ Տարեցներ, անօթաններ, բանվորներ։ Կա արտաքինի վրա հիմնված խտրականության հստակ օրինաչափություն։ Տիգրանը սեղմեց բռունցքները։ Յուրաքանչյուր թիվ, յուրաքանչյուր վիճակագրություն ներկայացնում էր մի նվաստացած մարդու, մի վիրավորված արժանապատվություն։ Նրա մայրը առաջինը չէր եղել։ Բայց եթե դա կախված էր իրենից, նա լինելու էր վերջինը։ Ինչ կարող ենք կոնկրետ անել սա փոխելու համար։ Գուրգենը պատասխանեց. Մենք առաջարկում ենք դատական համաձայնություն։ Ներգրավված ոստիկանները մշտապես կհեռացվեն քրեական պատասխանատվության կենթարկվեն իշխանության չարաշահման համար։ Բացի այդ, ոստիկանական կառույցը կպարտավորվի իրականացնել վերակրթման բարեփոխման համապարփակ ծրագիր։ Տիգրանը տարուբերեց գլուխը։ Բավարար չէ։ Երկու ոստիկանի հեռացնելը չի փոխում այն մշակույթը, որը թույլ է տվել դա։ Մեզ ավելի մեծ բան է պետք։ Անի Ղազարյանը համաձայնեց։ Ճիշտ է։ Այդ պատճառով մենք առաջարկում ենք ստեղծել մի պիլոտային ծրագիր, որը կկոչվի Անահիտ արձանագրություն։ Դա կլինի պարտադիր ուղեցույցների փաթեթ պետության բոլոր ոստիկանական մոտեցումների համար, կենտրոնանալով հարգանքի, արժանապատվության անմեղության կանխավարկածի վրա, իրական, ոչ թե միայն տեսական։ Տիգրանը թեքվեց առաջ, հետաքրքրված։ Շարունակեք։ Ծրագիրը կներառի պարտադիր երամսյակային վերապատրաստում ենթագիտակցական կանխակալության, ոչ բռնի մոտեցման տեխնիկաների, հարգալից հաղորդակցության խտրականության համար իրավական հետանքների վերաբերյալ։ Բացի այդ, յուրաքանչյուր ոստիկանական մոտեցում կտեսագրվի մարմնին ամրացված տեսախցիկներով, առանց բացառության։ Տեսագրությունները հասանելի կլինեն հանրային աուդիտի համար։ Դիմադրություն կլինի, նկատեց ներկա փաստաբաններից մեկը։ Անկասկած կլինի, պատասխանեց Տիգրանը։ Բայց ինձ չի հետաքրքրում։ Սա պետք է տեղի ունենա։ Մինչ ժողովը շարունակվում էր, քաղաքի մյուս ծայրում, գորգի մոտ սրճարանում, նույնպես ինչ-որ բան էր փոխվում։ Այն հաստատությունը, որը նախկինում ընդամենս մի սովորական սրճարան էր, դարձել էր խորհրդանիշ։ Մարդիկ գալիս էին ամբողջ քաղաքից, տեսնելու այն վայրը, որտեղ ամեն ինչ պատահել էր։ Տերը, պարոն Գորգ Միրզոյանը, 58 տարեկան մի տղամարդ, ով ղեկավարում էր սրճարանն ավելի քան 2 տասնամյակ, դժվարությամբ էր ընկալում այդ փոփոխությունը։ Նա մի փոքրիկ համեստ ցուցանակ էր տեղադրել այն սեղանի մոտ, որտեղ տիկին Անահիտն էր այդ օրը։
Խոսքերը պարզ էին, բայց հզոր։ Արժանապատվությունը չի դատվում ըստ արտաքինի։ Հարգանքը բոլորի իրավունքն է։ Այդ կեսօրին տիկին Անահիտը որոշեց վերադառնալ սրճարան։ Ոչ թե այն պատճառով, որ պետք է ինչ-որ բան ապացուցեր, այլ որովհետև նա հրաժարվում էր թույլ տալ, որ այդ փորձառությունը գողանար իրենից այն սակավաթիվ պարզ հաճույքներից մեկը, որ դեռ ուներ։ Տիգրանն առաջարկեց ուղեկցել նրան, բայց նա մեղմորեն մերժեց։ Դա մի բան էր, որ նա պետք է աներ միայնակ։ Երբ նա մտավ սրճարան, գրելով նույն պարզ զգեստը, նույն ծղոտե գլխարկը, ամբողջ միջավայրը կանգ առավ։ Բոլոր զրույցները դադարեցին։ Բոլոր մարդիկ շրջվեցին։ Մի պահ լռությունը բացարձակ էր։ Հետո մի հոգի սկսեց ծափահարել։ Մյուսը միացավ։ Եվս մեկը։ Վայրկյանների ընթացքում ամբողջ սրճարանը ոտքի կանգնած ծափահարում էր։ Տիկին Անահիտը զգաց, թե ինչպես են աչքերը լցվում, բայց պահպանեց հանգստությունը։ Գլխով արեց, շնորհակալություն հայտնելով, քայլեց դեպի նույն սեղանը, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Զգուշությամբ նստեց, պայուսակը դրեց կողքին։ Պարոն Գորգը անձամբ եկավ բերելու նրա պատվերը։ Տիկին Անահիտ, մեծ պատիվ է ձեզ նորից տեսնելը։ Սուրճը հաստատության հաշվին է։ Միշտ այդպես կլինի։ Շատ շնորհակալ եմ, պարոն Գորգ։ Բայց ես նախընտրում եմ վճարել։ Ուզում եմ, որ ամեն ինչ լինի ճիշտ այնպես, ինչպես առաջ էր։ Տղամարդը ժպտաց, հասկանալով։ Բերեց սուրճը կաթով բուլկին։ Այս անգամ նա կարողացավ խմել խաղաղությամբ, վայելելով յուրաքանչյուր կումը, դիտելով մարդկանց, նորից զգալով իրեն աշխարհի մի մասնիկը։ Մոտակա սեղանի շուրջ Հայկ Բարսեղյանը, այն լրագրողը, ով տեսագրել էր բնօրինակ տեսանյութը, հետում էր տեսարանին։ Նա այնտեղ պատահաբար չէր։ Վերջին շաբաթների ընթացքում նա իրեն նվիրել էր նմանատիպ դեպքերի հետաքննությանը, այդ դրվագը վերածելով ռեպորտաժների շարքի իշխանության չարաշահման մասին։ Նրա աշխատանքը կարևոր քննարկումներ էր առաջացնում, տեղ բացելով զրույցների համար, որոնք նախկինում թաքցվում էին։ Նա հարգանքով մոտեցավ տիկին Անահիտին։ Տիկին Անահիտ, իմ անունը Հայկ Բարսեղյան է։ Ես էի այն օրը տեսագրողը։ Կինը նայեց նրան իր այն հանդարտ աչքերով։ Ես գիտեմ, թե ով ես դու։ Կարդացել եմ քո ռեպորտաժները։ Դրանք կարևոր են։ Շնորհակալություն։ Ես ուզում էի ներողություն խնդրել, եթե ինչ-որ կերպ հանրայնացումը ձեզ անհանգստություն է պատճառել։ Չի պատճառել։ Դու արել ես այն, ինչ ճիշտ էր։ Երբեմն ճշմարտությունը պետք է տեսնել, որպեսզի հավատան դրան։ Հայկը ժպտաց, թեթացած։ Կարող եմ ձեզ մի հարց տալ։ Ինչու որոշեցիք վերադառնալ այստեղ։ Որովհետև ես չեմ կարող թույլ տալ, որ նվաստացման այդ մի քանի րոպեները գողանան ինձնից մի բան, որը ես սիրում եմ։ Այս սրճարանը իմ առօրյայի, իմ կյանքի մի մասն է։ Եթե ես դադարեմ գալ, ես նրանց տված կլինեմ մի ուժ, որին նրանք արժանի չեն։ Պատասխանը պարզ էր, բայց խորը։ Հայկը մտքում նշումներ արեց, իմանալով, որ այդ խոսքերը արժանի են կիսվելու։ Այդ ընթացքում Երանի կենտրոնում գտնվող թերապիայի սենյակներից մեկում նախկին սերժանտ Գարիկ Մկրտչյանը նստած էր անհարմար բազկաթոռին, հոգեբան Լուսինե Թովմասյանի դիմաց։ Դա դատական համաձայնության մի մասն էր։ Որպեսզի վերականգնման որոշ շանս ունենար, նա պետք է անցներ պարտադիր թերապիա, բախվեր իր կանխակալություններին, հասկանար իր վարքագծի արմատները։ Սերժանտ Գարիկ, պատմեք ինձ այդ օրվա մասին։ Նա ծանր հոգոց հանեց։ Վերջին շաբաթների ընթացքում այնքան անգամ էր պատմել այդ պատմությունը, որ բառերն արդեն մեխանիկորեն էին դուրս գալիս։ Ես տեսա պարզ հագնված մի կնոջ։ Դատեցի, որ նա իր տեղում չէ։ Գործեցի այդ դատողության հիման վրա։ Իսկ ինչու կարծեցիք, որ նա իր տեղում չէ։ Որովհետև նա չէր թվում այդ միջավայրին պատկանող։ Ինչ է նշանակում պատկանել։ Հարցը նրան անպատասխան թողեց։ Առաջին անգամ նա իրոք կանգ առավ մտածելու, թե ինչ են նշանակում այդ բառերը։ Ով է որոշում, ով որտեղ է պատկանում։ Ինչի։ Հիման վրա։ Հագուստ։ Արտաքին։ Սոցիալական դաս։ Չգիտեմ, խոստովանեց նա, առաջին անգամ նրա ձայնում անկեղծություն կար։ Դա առաջին քայլն է, սերժանտ։ Ընդունելը, որ դու չգիտես։ Որովհետև ոչ ոք իրավունք չունի դա որոշել մեկ ուրիշի փոխարեն։
Հաջորդող շաբաթների ընթացքում նա սկսեց հասկանալ բաներ, որոնք երբեք չէր կասկածել։ Այն ենթագիտակցական կանխակալությունները, որոնք կրում էր ավտոմատ ենթադրությունները, այն ձև, որով նա մարզվել էր տեսնել աշխարհը, բաժանված մենք ի նրանք ի։ Դա ցավոտ գործընթաց էր, հին վերքի գեղները պոկելու պես։ Բայց անհրաժեշտ։ Կապրալ Արմենը նմանատիպ գործընթացի միջով էր անցնում։ Ավելի երիտասարդ լինելով, նա ավելի մեծ դժվարություն ուներ պատասխանատվությունն ընդունելու հարցում։ Դեռ փորձում էր արդարանալ, մեղադրել համակարգին, ասել, որ ընդամենը հրամաններ էր կատարում։ Բայց դանդաղորեն թերապիայի սեանսների ոստիկանական չարաշահումների այլ զոհերի վկայությունների միջոցով, որոնք նա ստիպված էր կարդալ, ինչ-որ բան սկսեց փոխվել նրա ներսում։ Այդ ընթացքում Անահիտ արձանագրությունը սկսեց ձևավորվել։ Ամիսներ տեցին քննարկումները, ճշգրտումները, դիմադրությունները, առաջընթացները։ Ավելի հին ոստիկանները դեմ էին, պնդելով, որ նոր կանոնները կդժվարացնեն աշխատանքը։ Բայց սպաների նոր սերունդը այնտեղ տեսնում էր ոստիկանության հասարակության միջ հարաբերությունները վերակառուցելու հնարավորություն։ Հրամանատար Լոն Ավետիսյանը դարձավ ծրագրի ամենամեծ պաշտպաններից մեկը։ Նա գիտեր, որ իր սեփական կարիերան արատավորված էր այն ամենով, ինչ տեղի էր ունեցել իր հրամանատարության տակ։ Բայց գուցե, միայն գուցե, նա կարողանար օգտագործել իրեն մնացած ժամանակը երաշխավորելու համար, որ իրական փոփոխություններ տեղի ունենան։ Կառավարության տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներքին գործերի նախարար Ռուբեն Վարդանյանը պաշտոնապես հայտարարեց Անահիտ արձանագրության ներդրման մասին։ Այսօրվանից պետության բոլոր ոստիկանական ստորաբաժանումները կենթարկվեն մոտեցման նոր ուղեցույցների։ Մարմնին ամրացված տեսախցիկները կլինեն պարտադիր։ Վերապատրաստումները տեղի կունենան եռամսյակը 1։ Եվ ինչն ավելի կարևոր է, մենք կստեղծենք չարաշահումների բողոքարկման անկախ ուղի, որը կղեկավարվի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից, ոչ թե հենց ոստիկանության։ Տիգրանը լսարանում էր, մոր կողքին։ Երբ նրա անունը հնչեց, որոշ տեսախցիկներ ուղղվեցին դեպի նրանց։ Տիկին Անահիտը պահպանեց իր սովորական համեստ կեցվածքը, բայց Տիգրանը կարող էր տեսնել նրա աչքերում թաքնված հպարտությունը։ Ոչ թե անձնական հպարտություն, այլ հպարտություն տեսնելով, որ ինչ-որ լավ բան է ծնվում այդքան ցավոտ մի բանից։ Ասուլիսից հետո մի քանի լրագրողներ շրջապատեցին Տիգրանին։ Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք ձեզ զգում, տեսնելով այս փոփոխությունները։ Զգում եմ, որ սա միայն սկիզբն է։ Արձանագրությունը 1 օրում։ Մշակույթ չի փոխում։ Բայց սա կարևոր քայլ է։ Եվ մենք շարունակելու ենք զգոն լինել երաշխավորելու համար, որ այն իրականում կիրառվի, ոչ թե մնա միայն թղթի վրա։ Ձեր մայրն արդեն արտահայտվել է համաձայնության մասին։ Մայրս երբեք ուշադրության կենտրոնում լինել չի ուզել։ Նա փոփոխություն է ուզել։ Եվ փոփոխությունը տեղի է ունենում։ Դա նրան բավարար է։ Այդ գիշեր տիկին Անահիտի տանը ընտանիքը հավաքվեց։ Տիգրանը, նրա կինը Մարիամը, նրանց 2 դեռահաս երեխաները հենց ինքը տիկին Անահիտը։ Սեղանը գցված էր ընթրիքի համար, տնական ուտեստներով, որոնք պատրաստել էր հենց ինքը տանտիրուհին։ Նա պնդել էր ինքը եփել, ասելով, որ կարիք ունի նորմալության, առօրյայի, այն բաների, որոնք իրեն դարձնում էին այն, ինչ միշտ եղել է։ Ընթրիքի ժամանակ Միքայելը, 15 տարեկան ավագ թոռը, հարցրեց. Տատի, դու չբարկացար այդ ոստիկանների վրա։ Տիկին Անահիտը դանդաղ ծամեց նախքան պատասխանելը։ Բարկացա, հոգիս։ Շատ բարկացա։ Բայց բարկությունը թույնի պես է։ Եթե երկար ես պահում քո մեջ, այն քեզ ներսից քայքայում է։ Այնպես որ ես որոշեցի այդ բարկությունը վերածել արդյունավետ մի բանի։ Բայց նրանք քեզ ցավեցրին, պնդեց կրտսեր թոռնուհին, 12-ամյա Նանեն։ Այո, ցավեցրին։ Բայց գիտես ինչն ավելի շատ կցավեցներ։ Եթե ես թույլ տայի, որ դա ինձ վերածեր մի դառնացած մարդու, լի ատելությամբ։ Կամ եթե ես ոչինչ չանեի կանխելու համար, որ դա պատահի ուրիշների հետ։ Տիգրանը նայեց մորը նորացված հիացմունքով։ Նա իր ճանաչած ամենաուժեղ մարդն էր։ Ոչ թե ֆիզիկական ուժի պատճառով, այլ բնավորության ուժի, փոթորիկների միջով անցնելու մյուս կողմից դեռ ամբողջական, դեռ կարեկից, դեռ մարդկային դուրս գալու ունակության պատճառով։ Մայր, շնորհակալ եմ։ Ինչի՞։ Համար, որդիս։ Ինձ սովորեցնելու համար, թե իրականում ինչ է նշանակում ուժեղ լինել։ Նա ժպտաց, սեղմեց որդու ձեռքը։
Դու հորիցդ ես սովորել։ Նա այդպիսին էր։ Խիստ, երբ պետք էր, բայց երբեք դաժան։ Արդար, բայց կարեկից։ Զրույցը շարունակվեց գիշերվա ընթացքում, թեթ, մխիթարող։ Եվ շաբաթներ անց առաջին անգամ բոլորն այնտեղ կարողացան մի փոքր ավելի հանգիստ շունչ քաշել, իմանալով, որ ինչ-որ բան փոխվում է, դանդաղ, բայց փոխվում է։ 2 ամիս անց ոստիկանների առաջին խումբը ավարտեց Անահիտ արձանագրության վերապատրաստումը։ Ավարտական արարողությունը տեղի ունեցավ ոստիկանության ակադեմիայի դահլիճում։ Տիկին Անահիտին հրավիրել էին ելույթ ունենալու։ Նա օրեր շարունակ տատանվում էր, բայց Տիգրանը համոզեց նրան, որ իր ձայնը կարևոր է։ Երբ նա բարձրացավ բեմ 300 համազգեստավոր ոստիկանների առջ, նա զգաց հայացքների ծանրությունը։ Ոմանք հարգանքով էին նայում, ոմանք հետաքրքրությամբ, ոմանք գուցե վիրավորանքով։ Բայց նա խորը շունչ քաշեց, սկսեց խոսել։ Պարոնայք տիկնայք ոստիկաններ, ես այսօր այստեղ եմ ոչ թե ձեզ դատելու, այլ մի փորձառությամբ կիսվելու համար։ Այդ օրը սրճարանում ինձ հետ չվերաբերվեցին որպես քաղաքացու։ Ինձ հետ վերաբերվեցին որպես կասկածյալի։ Ոչ թե այն պատճառով, որ ես ինչ-որ սխալ բան էի արել, այլ որովհետև ինչ-որ մեկը որոշեց, ելնելով իմ արտաքինից, որ ես հարգանքի արժանի չեմ։ Դահլիճում բացարձակ լռություն էր։ Գիտեմ, որ ձեր աշխատանքը դժվար է։ Գիտեմ, որ բախվում եք վտանգների, որոնց մեր մեծ մասը երբեք չի բախվի։ Բայց դա չի արդարացնում մարդկանց դատելը նախքան նրանց ճանաչելը։ Չի արդարացնում նվաստացնելը։ Չի արդարացնում մոռանալը, որ յուրաքանչյուր մարդ, ում մոտենում եք, ինչ-որ մեկն է։ Ինչ-որ մեկի զավակն է, ինչ-որ մեկի հայրը կամ մայրը, ունի պատմություն, ունի արժանապատվություն։ Որոշ ոստիկաններ նայում էին ներք, անհարմար զգալով։ Մյուսները հայացքները սեռել էին նրա վրա։ Այն, ինչ ես խնդրում եմ ձեզնից, կատարելություն չէ։ Դա գիտակցություն է։ Դա գործելուց առաջ մի վայրկյան կանգ առնելն է հարցնելը, արդյոք ես այս մարդու հետ վերաբերվում եմ այնպես, ինչպես կուզեի, որ վերաբերվեին իմ մոր հետ, իմ որդու հետ, ինձ հետ։ Եթե պատասխանը ոչ է, ուրեմն ինչ-որ բան այն չէ։ Երբ նա ավարտեց խոսքը, կարճ լռություն տիրեց։ Հետո դանդաղորեն ծափահարություններ սկսվեցին։ Ոչ բոլորը, բայց շատերը։ Եվ այդ ծափահարությունների մեջ կար ընդունում, կար համաձայնություն, կար ավելի լավը դառնալու փորձի խոստում։ Տիկին Անահիտը իջավ բեմից, վերադարձավ իր տեղը, Տիգրանի կողքին։ Որդին բռնեց նրա ձեռքը, հպարտ։ Դու հրաշալի էիր, մայր։ Պարզապես ճշմարտությունն ասացի։ Այն, ինչ միշտ արել եմ։ 6 ամիս էր անցել այն առավոտվանից, որը փոխեց ամեն ինչ։ Աշունը եկել էր Երան, բերելով ավելի մեղմ ջերմաստիճան խորը կապույտ երկինք, որը շրջանակում էր քաղաքը նկարի պես։ Կասկադի ծառերը սկսում էին կորցնել իրենց տերները, մայթերին ստեղծելով ոսկեգույն գորգեր։ Եվ գորգի մոտ սրճարանում կյանքը շարունակվում էր, բայց փոխված։ Տիկին Անահիտը պահպանում էր իր շաբաթօրյա ծիսակարգը։ Ամեն շաբաթ, նույն ժամին, կրելով պարզ հագուստ իր ծղոտե գլխարկը, նա մտնում էր այդ սրճարանը, որը դարձել էր ավելին, քան պարզապես սուրճ խմելու վայր։ Դա խորհրդանիշ էր։ Կենդանի հիշեցում, որ արժանապատվությունը սակարկելի չէ, հարգանքը չի դատվում ըստ արտաքինի։ Սակայն այդ կոնկրետ առավոտյան ինչ-որ տարբերվող բան էր տեղի ունենում։ Պարոն Գորգ Միրզոյանը մի փոքրիկ միջոցառում էր կազմակերպել։ Ոչ մի մեծ բան, ոչ մի բան, որը չափազանց ուշադրություն կգրավեր։ Պարզապես հանգիստ տոնակատարության պահ այն ամենի համար, ինչ այդ վայրը դարձել էր։ Մի տարածք, որտեղ բոլորը ողջունելի էին, անկախ նրանից, թե ինչպես էին հագնված, որտեղից էին գալիս կամ որքան գումար ունեին գրպանում։ Երբ տիկին Անահիտը ներս մտավ, տեսավ սրճարանը համեստորեն զարդարված։ Մի քանի ծաղիկներ սեղաններին, տնական տորտ վաճառասեղանին ծանոթ դեմքեր, որոնք դարձել էին նրա նոր առօրյայի մի մասը։ Հայկ Բարսեղյանն այնտեղ էր, այժմ արդեն մի ընկեր, ով պարբերաբար այցելում էր նրան զրույցների համար, որոնք լրագրությունից շատ ավելի հեռուն էին գնում։ Տարեց զույգը, որն ամեն ինչի ականատեսն էր եղել, նույնպես այնտեղ էր, ինչպես նա գանգուր մազերով աղջիկը, ով լաց էր եղել այդ օրը։ Տիկին Անահիտ, այս ամիսները մեզ շատ բան սովորեցրին, սկսեց պարոն Գորգը։ Այս սրճարանը գոյություն ունի 23 տարի։ Սպասարկել է հազարավոր սուրճեր, ընդունել հազարավոր մարդկանց։ Բայց երբեք չի ունեցել այսքան հստակ նպատակ, որքան հիմա։
Լինել մի վայր, որտեղ բոլորը հավասար են, որտեղ հարգանքը ամենաթանկ արժույթն է։ Նա ժպտաց, հուզված այդ խոսքերի անկեղծ պարզությունից։ Նստեց իր սովորական սեղանի շուրջ, այս անգամ նրա սուրճի հետ եկավ մի փոքրիկ բացիկ։ Նա բացեց կարդաց տասնյակ մշտական հաճախորդների կողմից ձեռքով գրված խոսքերը։ Երախտագիտության, աջակցության, ճանաչման հաղորդագրություններ։ Յուրաքանչյուրը պատմում էր, թե ինչպես էր նրա պատմությունը դիպել իրենց կյանքին, արթնացրել գիտակցությունը, փոխել տեսանկյունները։ Այդ ընթացքում քաղաքի մյուս ծայրում, ոստիկանության ակադեմիայում, մի կարևոր արարողություն էր տեղի ունենում։ 450 ոստիկաններ ավարտում էին Անահիտ արձանագրության ամբողջական ծրագիրը։ 6 ամիս տաց ինտենսիվ վերապատրաստում, ոչ միայն մոտեցման տեխնիկաների, այլ կարեկցանքի, մարդկայնության ծառայելու ու պաշտպանելու իրական իմաստի վերաբերյալ։ Հրամանատար Լոն Ավետիսյանը բարձրանում էր բեմ, ավարտական ճառն ասելու համար։ 60 տարեկանում նա գիտեր, որ սա իր վերջին նշանակալի ներդրումներից մեկն էր լինելու նախքան թոշակի անցնելը։ Եվ ինչպիսի ներդրում էր դա։ Պարոնայք տիկնայք ոստիկաններ, այսօր դուք ոչ միայն վկայական եք ստանում։ Դուք ստանձնում եք մի պարտավորություն։ Պարտավորություն հիշելու, որ յուրաքանչյուր մոտեցման հետում կա մի մարդ, իր պատմությամբ, իր ընտանիքով, իր արժանապատվությամբ։ Անահիտ արձանագրությունը պարզապես կանոնների հավաքածու չէ։ Դա մտածելակերպի փոփոխություն է։ Դա ընտրություն է, տեսնել մարդուն նախքան նրա արտաքինը դատելը։ Նա դադար տվեց, նայելով լսարանին։ Գիտեմ, որ ձեզնից ոմանք դեռ դիմադրում են։ Կարծում եք, որ այս ուղեցույցները խանգարում են աշխատանքին։ Բայց ես ձեզ ասում եմ, հիմնվելով 3 տասնամյակ տաց կարիերայի վրա, հարգանքը չի խանգարում արդյունավետությանը։ Մարդկայնությունը չի վտանգում անվտանգությունը։ Իրականում, երբ բնակչությունը վստահում է ոստիկանությանը, երբ մեր մեջ տեսնում է դաշնակիցների ոչ թե սպառնալիքների, մեր աշխատանքը դառնում է ավելի հեշտ, ոչ թե ավելի դժվար։ Ծափահարություններն անկեղծ էին։ Ճիշտ է, ոչ բոլորն էին ոգորությամբ ծափահարում։ Մշակութային փոփոխությունը ժամանակ է պահանջում, դիմադրություն դեռ կլիներ տարիներ շարունակ։ Բայց ինչ-որ բան շարժվում էր ճիշտ ուղղությամբ։ Շրջանավարտների մեջ էր 26-ամյա մի երիտասարդ ոստիկան, Անի Ասատրյանը։ Նա ակադեմիա էր ընդունվել տիկին Անահիտի դեպքի հանրայնացումից անմիջապես հետո։ Նրա համար Անահիտ արձանագրությունը պարտադրանք չէր։ Դա այն պատճառն էր, որի համար նա ընտրել էր այդ կարիերան։ Նա ուզում էր լինել լուծման մի մասը, ոչ թե խնդրի։ Երբ Անին ստանում էր իր վկայականը, նա մտածում էր իր տատիկի մասին, 78 տարեկան մի կնոջ, ով ամբողջ կյանքում աշխատել էր որպես տնային տնտեսուհի։ Քանի անգամ էր իր տատիկը արամարանքով վերաբերմունքի արժանացել իր կրած պարզ հագուստի պատճառով։ Քանի անգամ էր նա դատվել նախքան նույնիսկ բերանը բացելը։ Անին մեծացել էր դա տեսնելով, հիմա նա հնարավորություն ուներ երաշխավորելու, որ այլ տատիկներ, այլ մայրեր, այլ մարդիկ չանցնեն նույնի միջով։ Այդ կեսօրին մի արտասովոր բան էր նախատեսված։ Տիգրան Սարգսյանը մի հանդիպում էր կազմակերպել։ Մի հանդիպում, որը շատերը համարում էին անհնարին, գուցե նույնիսկ անխոհեմ։ Բայց տիկին Անահիտը բնդել էր։ Նա ասում էր, որ չի կարող լինել իրական տրանսֆորմացիա առանց ներման։ Եվ չի կարող լինել ներում առանց անկեղծ առճակատման։ Սարգսյան Տեխնոլոջիս ընկերության ժողովների սենյակում 2 աթոռներ դրված էին դեմ դիմաց։ Տիկին Անահիտը առաջինը եկավ, ուղեկցվելով Տիգրանի հոգեբան Լուսինե Թովմասյանի կողմից, ով պետք է վարեր հանդիպումը։ Րոպեներ անց դուռը բացվեց։ Նախկին սերժանտ Գարիկ Մկրտչյանը դանդաղ ներս մտավ։ Նա նիհարել էր, աչքերի տակ խորը շրջանակներ ուներ մի արտահայտություն, որը կրում էր ամիսներ տաց թերապիայի, ինքնավերլուծության ամոթի ծանրությունը։ Նա այլս համազգեստ չէր կրում։ Մշտապես հեռացվել էր համակարգից։ Այժմ աշխատում էր որպես օգնական մի հասարակական կազմակերպությունում, որը սպասարկում էր խոցելի վիճակում գտնվող մարդկանց։ Դա նրա վերականգնման գործընթացի մի մասն էր։ Երբ նրա աչքերը հանդիպեցին տիկին Անահիտի աչքերին, նա կանգ առավ։ Մի պահ թվաց, թե նա կփախչի։ Բայց կինը մի մեղմ ժեստ արեց, ցույց տալով իր դիմացի աթոռը։ Տղամարդը նստեց, չկարողանալով ուղիղ նայել նրան։ Լուսինեն սկսեց. Մենք այստեղ ենք, որովհետև տիկին Անահիտը հավատում է վերականգնմանը, ոչ թե միայն պատժին։
Գարիկ, տիկինը պատրաստ է ձեզ լսել։ Բայց դուք պետք է լինեք անկեղծ։ Լիովին անկեղծ։ Նա խորը շունչ քաշեց, երբ վերջապես խոսեց, նրա ձայնը դողում էր։ Տիկին Անահիտ, ես 6 ամիս անցկացրել եմ փորձելով հասկանալ, թե ինչու արեցի այն, ինչ արեցի։ Սկզբում փորձում էի արդարանալ։ Ասում էի, որ ընթացակարգի էի հետում, որ փորձ ունեի, որ գիտեի ինչպես ճանաչել կասկածյալներին։ Բայց այդ ամենը սուտ էր։ Ճշմարտությունն այն է, որ ես ձեզ դատեցի։ Դատեցի, որովհետև դուք պարզ էիք հագնված։ Դատեցի, որովհետև դուք միայնակ էիք։ Դատեցի, որովհետև իմ կյանքի ինչ-որ պահի սովորել էի մարդկանց բաժանել կատեգորիաների։ Եվ ձեզ դրեցի սխալ կատեգորիայի մեջ։ Արցունքները սկսեցին հոսել նրա դեմքով։ Ես արդարացում չունեմ։ Ես դաժան եղա մեկի հանդեպ, ով արժանի չէր դաժանության։ Խլեցի ձեր ազատությունը, ձեր արժանապատվությունը, ձեզ հետ վերաբերվեցի որպես մարդուց ցածր էակի։ Եվ ամենավատն այն է, որ դա նույնիսկ առաջին անգամը չէր։ Էլ քանի հոգու հետ եմ ես այդպես վերաբերվել տարիների ընթացքում։ Իմ կանխակալության պատճառած քանի նվաստացումներ, քողարկված իշխանությամբ։ Տիկին Անահիտը նրան լուռ լսում էր։ Տիգրանը նրա կողքին սեղմել էր բռունցքները, բայց հարգում էր գործընթացը։ Ես ներում չեմ ակնկալում։ Արժանի չեմ։ Բայց ուզում եմ, որ իմանաք, ամեն օր արթնանում եմ իմ արածի ծանրությամբ։ Եվ ամեն օր փորձում եմ լինել գոնե մի փոքր ավելի լավը, քան այն մարդը, ով ձեզ մոտեցավ այդ սրճարանում։ Աշխատում եմ մարդկանց հետ, ում նախկինում կդատեի հայացքս կթեքեի։ Լսում եմ նրանց պատմությունները, ովքեր տառապել են ինձ նմանների ձեռքից։ Եվ դա ցավում է։ Ցավում է, որովհետև գիտեմ, որ ես այդ մարդն էի։ Եվ դրա հետ ապրելու միակ ձը փորձելն է, ինչ-որ կերպ, նորոգել այն, ինչ կոտրել եմ։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Տիկին Անահիտը նայեց իր դիմաց գտնվող այդ կոտրված մարդուն։ Տեսնում էր անկեղծություն։ Տեսնում էր իրական զղջում։ Տեսնում էր մեկին, ով դիպել էր հատակին փորձում էր բարձրանալ։ Գարիկ, սկսեց նա մեղմ ձայնով, այն, ինչ դու արեցիր, սխալ էր։ Շատ սխալ։ Եվ դա հետքեր թողեց, որոնք հեշտությամբ չեն անհետանա։ Բայց ես տեսնում եմ քո աչքերում մի բան, որը չտեսա այն օրը։ Տեսնում եմ մարդկայնություն։ Տեսնում եմ սխալի ընդունում։ Եվ դա արդեն սկիզբ է։ Նա դադար տվեց։ Չեմ կարող ասել, որ լիովին ներում եմ։ Ներումը գործընթաց է, ոչ թե միակողմանի գործողություն։ Բայց կարող եմ ասել, որ տեսնում եմ քո ցավը։ Եվ հավատում եմ, որ մարդիկ կարող են փոխվել։ Հավատում եմ, որ դու փորձում ես։ Եվ դա կարևոր է։ Տղամարդը հեկեկաց, դեմքը ծածկելով ձեռքերով։ Տիգրանը ապշած հետում էր մոր մեծահոգությանը։ Նույնիսկ այս ամենից հետո նա դեռ կարողանում էր կարեկցանք գտնել։ Գարիկը բարձրացրեց աչքերը, լացից կարմրած։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ինձ ընդունելու համար։ Շնորհակալություն ինձ լսելու համար։ Եվ շնորհակալություն հավատալու համար, որ ես կարող եմ ավելի լավը դառնալ։ Երբ նա դուրս եկավ սենյակից, տիկին Անահիտը մնաց նստած, խորը շնչելով։ Տիգրանը մոտեցավ։ Մայր, ինչպես ես կարողանում։ Ինչը, որդիս։ Այդքան ուժ ունենալ։ Այդքան ներելու ունակություն։ Նա նայեց որդուն իր իմաստուն աչքերով։ Դա ուժ չէ, Տիգրան։ Դա հոգնածություն է։ Ես հոգնել եմ բարկություն կրելուց։ Հոգնել եմ տեսնելուց, թե ինչպես է աշխարհը բաժանված լավերի վատերի։ Ճշմարտությունն այն է, որ մենք բոլորս էլ ընդունակ ենք բարության, չարության։ Եվ այս շրջանը կոտրելու միակ ձը ամեն օր մարդկանց մեջ մարդկայնությունը տեսնելն է։ Նույնիսկ նրանց մեջ, ովքեր մեզ ցավեցրել են։ Այդ գիշեր ամբողջ ընտանիքը նորից հավաքվեց տիկին Անահիտի տանը։ Մարիամը հատուկ ընթրիք էր պատրաստել։ Միքայելն ու Նանեն ձեռքով նկարված պաստառներ էին պատրաստել, տատիկին փառաբանող։ Ծիծաղ կար, պատմություններ կային, տան այն մխիթարող զգացողությունը կար։ Աղանդերի ժամանակ Միքայելը հարցրեց. Տատի, եթե կարողանայի ժամանակը հետ տալ թույլ չտալ, որ այս ամենը պատահեր, դու հետ կտայիր։ Տիկին Անահիտը մտածեց նախքան պատասխանելը։ Դժվար հարց է, հոգիս։
Իմ այն մասը, որը ցավ, նվաստացում վախ զգաց, կցանկանար, որ այդ ամենը չլիներ։ Բայց իմ այն մասը, որը տեսնում է հետո եկած փոփոխությունները, որը տեսնում է ոստիկաններին, որոնք այլ կերպ են վերապատրաստվում, որը տեսնում է մարդկանց, ովքեր քննարկում են հարգանքն ու արժանապատվությունը, որը տեսնում է մի մարդու, ով փորձում է տրանսֆորմացվել, այդ մասը կարծում է, որ գուցե, միայն գուցե, ամեն ինչ պատահեց ինչ-որ պատճառով։ Դու կարծում ես, որ ամեն ինչ իրոք կփոխվի, հարցրեց Նանեն։ Արդեն փոխվել է, սիրելիս։ Ոչ ամբողջությամբ, ոչ կատարյալ։ Դեռ լինելու են անարդարություններ։ Դեռ լինելու է կանխակալություն։ Բայց հիմա կա գիտակցություն։ Կա զրույց։ Կան մարդիկ, ովքեր փորձում են ավելի լավը լինել։ Եվ դա արդեն շատ է։ Շաբաթներ անց տիկին Անահիտին հրավիրեցին ելույթ ունենալու ոստիկանական բարեփոխումների վերաբերյալ ազգային միջոցառմանը։ Նա տատանվում էր, ինչպես միշտ տատանվում էր ուշադրության կենտրոնում լինելուց առաջ։ Բայց Տիգրանը համոզեց նրան, որ իր ձայնը ծանրակշիռ է, ուժեղ է։ Ամբողջ երկրի իշխանություններով լեփ-լեցուն դահլիճում նա բարձրացավ բեմ իր պարզ զգեստով ծղոտե գլխարկով։ Խորհրդանիշներ, որոնք հիմա հագուստից շատ ավելի մեծ նշանակություն ունեին։ Իմ անունը Անահիտ Մարիամ Սարգսյան է։ Ես մայր եմ, տատիկ եմ, այրի եմ, քաղաքացի եմ։ Ես ակտիվիստ չեմ, քաղաքական գործիչ չեմ, մասնագետ չեմ։ Ես պարզապես մեկն եմ, ով անցել է անարդարության միջով, որոշել է, որ դա չի կարող զուր լինել։ Դահլիճում բացարձակ լռություն էր։ Այն, ինչ ես սովորեցի այս ամիսների ընթացքում, այն է, որ իրական փոփոխությունը չի գալիս բարկությունից, այն գալիս է համառությունից։ Այն չի գալիս վրեժխնդրությունից, այն գալիս է կրթությունից։ Այն չի գալիս սխալվողներին պատժելուց, այն գալիս է ճիշտը սովորեցնելուց։ Անահիտ, արձանագրությունը իմ մասին չէ։ Այն մեր բոլորի մասին է։ Այն մի հասարակություն ստեղծելու մասին է, որտեղ ոչ ոք չի դատվի ըստ արտաքինի։ Որտեղ իշխանությունը նշանակի պաշտպանություն, ոչ թե սպառնալիք։ Որտեղ յուրաքանչյուր մարդու հետ վերաբերվեն այն տարրական արժանապատվությամբ, որին արժանի է յուրաքանչյուր էակ։ Ծափահարությունները որոտացին դահլիճում։ Մարդիկ ոտքի կանգնեցին։ Եվ այդ պահին տիկին Անահիտը հասկացավ, որ իր պատմությունը, որքան էլ ցավոտ լիներ, տնկել էր սերմեր, որոնք կշարունակեին աճել իրենից շատ հետո էլ։ Երբ նա վերադարձավ Երան, նրան մի անակնկալ էր սպասում։ Գորգի մոտ սրճարանը վերանորոգվել էր։ Ոչ թե շքեղորեն, այլ սիրով։ Նոր սեղաններ, նոր աթոռներ, բայց պահպանելով այն պարզ հյուրընկալ էությունը, որ միշտ ունեցել էր։ Եվ գլխավոր պատին մի նախադասություն էր փորագրված համեստ, բայց մնայուն տառերով։ Իշխանությունը ոչ արտաքին է, ոչ էլ գոռոց։ Դա բնավորություն է։ Տիկին Անահիտը կարդաց այդ խոսքերը ժպտաց։ Դրանք նույն խոսքերն էին, որոնք նկարվել էին ամիսներ առաջ, բայց հիմա փորագրված էին ազնիվ փայտի վրա, մնայուն, հավերժական հիշեցում։ Հաջորդ շաբաթ օրը նա վերադարձավ սրճարան, ինչպես միշտ անում էր։ Պատվիրեց իր սուրճը կաթով բուլկին։ Նստեց իր սեղանի շուրջ։ Դիտեց շարժումը։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ լիակատար խաղաղություն զգաց։ Ոչ թե այն պատճառով, որ ամեն ինչ կատարյալ էր։ Ոչ թե այն պատճառով, որ աշխարհում այլս խնդիրներ չկային։ Այլ որովհետև նա արել էր իր մասը։ Ցավը վերածել էր նպատակի։ Օգտագործել էր իր ձայնը, բարձրացնելու նրանց ձայները, ովքեր չունեին։ Հայկ Բարսեղյանը, ով դարձել էր մտերիմ ընկեր, նստեց նրա հետ։ Տիկին Անահիտ, ինչ է լինելու հետո։ Նա մի կում սուրճ խմեց, մտախոհ։ Հետո ես շարունակում եմ ապրել։ Շարունակում եմ գալ այստեղ շաբաթ օրերը։ Շարունակում եմ տատիկ լինել։ Շարունակում եմ լինել ինքս։ Մեծ փոփոխություններն արդեն սկսվել են։ Հիմա պետք է թույլ տալ, որ դրանք ամրապնդվեն։ Պետք է հսկել։ Պետք է հիշեցնել մարդկանց մեր ձեռքբերումների մասին։ Բայց առանց ապրելը մոռանալու։ Տղամարդը ժպտաց։ Դուք հրաշալի եք։ Այդպես չէ։ Ես պարզապես մի կին եմ, ով հրաժարվեց անտեսանելի լինելուց։ Ամիսները վերածվեցին տարիների։ Անահիտը արձանագրությունը ընդունվեց այլ տարածաշրջաններում Այն դարձավ ազգային հղում։ Հետո միջազգային։ Տրանսֆորմացիայի պատմություններ սկսեցին հայտնվել։ Ոստիկաններ, ովքեր լիովին փոխել էին աշխատելու ձ.
Համայնքներ, որոնք սկսել էին ավելի շատ վստահել անվտանգության ուժերին։ Կյանքեր, որոնք փրկվել էին անհարկի նվաստացումներից։ Նախկին սերժանտ Գարիկը շարունակեց իր աշխատանքը հասարակական կազմակերպությունում։ Նա այլևս երբեք ոստիկանական համազգեստ չհագավ։ Բայց նա նպատակ գտավ հենց այն մարդկանց օգնելու մեջ, ում նախկինում դատում էր։ Եվ թե նա երբեք չդարձավ տիկին Անահիտի մտերիմ ընկերը, կար փոխադարձ հարգանք։ Ընդունում, որ երկուսն էլ աճել էին այդ փորձառության շնորհիվ։ Տիգրանը ընդլայնեց իր ընկերության ծրագրերը, ներառելով տեխնոլոգիաներ, որոնք խթանում էին թափանցիկությունը, ոստիկանական պատասխանատվությունը։ Ոչ միայն սարքավորումներ մատակարարելով, այլ օգնելով ստեղծել համակարգեր, որոնք պաշտպանում էին թե քաղաքացիներին, թե ոստիկաններին չարաշահումներից։ Իսկ տիկին Անահիտը… Նա շարունակեց լինել հենց այն, ինչ միշտ եղել էր։ Մի պարզ տիկին, ով սիրում էր իր շաբաթօրյա սուրճը, իր թոռներին, իր այգին։ Բայց հիմա նա ավելին էր կրում իր հետ։ Նա կրում էր այն գիտակցությունը, որ սովորական մարդը կարող է, այո, փոխել աշխարհը։ Ոչ միայնակ, ոչ միանգամից, այլ քաջությամբ, համառությամբ անարդարությունը որպես նորմալ ելույթ ընդունելու մերժմամբ։ Մի առոտ շաբաթ օր, այդ ճակատագրական օրվանից 5 տարի անց, տիկին Անահիտը դարձավ 77 տարեկան։ Գորգի մոտ սրճարանը մի փոքրիկ տոնակատարություն կազմակերպեց։ Ոչ մի չափազանցված բան, ինչպես նա միշտ խնդրում էր։ Պարզապես մի տորտ, մի քանի ընկերներ, երախտագիտության մի պահ։ Երբ խնդրեցին, որ նա ճառ ասի, նա հրաժարվեց։ Բայց համաձայնեց մի քանի խոսքով կիսվել։ Ես սովորեցի, որ արժանապատվությունը կարիք չունի գոռալու, որպեսզի լսելի լինի։ Սովորեցի, որ իրական փոփոխությունը սկսվում է փոքր քաջություններից։ Սովորեցի, որ ներելը չի նշանակում մոռանալ, դա ընտրություն է, թույլ չտալու ցավին որոշել, թե ով ենք մենք։ Եվ սովորեցի, որ մեզնից յուրաքանչյուրը, որքան էլ պարզ լինի, որքան էլ սովորական, ուժ ունի տրանսֆորմացիայի սերմեր տնկելու։ Նա նայեց շուրջը, տեսնելով բոլոր այն դեմքերը, որոնք դարձել էին իր ճանապարհի մի մասը։ Այնպես որ իմ ցանկությունը ոչ միայն այսօր, այլ ամեն օր, այն է, որ ձեզնից յուրաքանչյուրը հիշի. ձեր ձայնը կարևոր է։ Ձեր արժանապատվությունը կարևոր է։ Եվ երբեք թույլ մի տվեք, որ որևէ մեկը ձեզ ստիպի զգալ պակաս, քան դուք կաք։ Ծափահարությունները լցրեցին փոքրիկ սրճարանը։ Եվ այդ պահին բոլորն այնտեղ գիտեին, որ ականատես են եղել հազվագյուտ մի բանի։ Ոչ միայն ուղղված անարդարության պատմության, այլ իրական տրանսֆորմացիայի պատմության։ Այն մասին, թե ինչպես մի սովորական կնոջ քաջությունը փոխել էր օրենքներ, մտածելակերպեր, կյանքեր։ Տիկին Անահիտը կտրեց տորթը, բաժանեց բոլորին, իսկ հետո վերադարձավ իր սեղանի մոտ։ Եվս մեկ կում սուրճ խմեց։ Նայեց պատուհանից, տեսնելով երանը, որը շարունակում էր իր հավերժական ռիթմը։ Եվ ժպտաց։ Մի փոքրիկ, համեստ ժպիտ, լի խաղաղությամբ։ Որովհետև նա գիտեր, որ հաղթել է։ Ոչ թե ոչնչացնելով իրեն ճնշողներին, այլ տրանսֆորմացնելով այն համակարգը, որը թույլ էր տվել ճնշումը։ Ոչ թե դառնություն պահելով, այլ փոփոխություն տնկելով։ Ոչ թե բացառիկ լինելով, այլ լինելով անկեղծորեն, խորապես մարդկային։ Եվ երբեմն մարդկային լինելը աշխարհը հեղափոխելու ամենահզոր ձն է։ Պատմության ավարտ, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ տիկին Անահիտի պատմությունը խորապես տիպել է ձեր սրտերին։ Եթե դուք հուզվել եք արժանապատվության, տրանսֆորմացիայի լուր քաջության այս ճանապարհորդությամբ, լայքեք տեսանյութը, բաժանորդագրվեք ալիքին, մեկնաբանություններում պատմեք, թե որ պահը ձեզ ամենաշատը տպավորեց։ Ընդհատված սուրճը, դժվար ներումը, թե սերժանտ Գարիկի կերպարանափոխությունը։ Ամեն օր մենք բերում ենք նման ազդեցիկ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը ճշմարիտ կողմերը։ Պատմություններ, որոնք ստիպում են մեզ խորհել, թե ով ենք մենք, ով կարող ենք դառնալ։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կշարժի ձեր հույզերը, կստիպի հավատալ, որ փոփոխությունը, որքան էլ դժվար թվա, միշտ հնարավոր է։ Մինչ նոր հանդիպում։